Ինչի է այդքան դժվար Հայաստանում գտնել նորմալ մարքեթինգով զբաղվող ընկերություն։ Դու չունես առհասարակ մարքեթինգ, քո social media մարքեթինգն էլ մարքեթինգ չի կարա լինի։ Spin Production-ը հիմա է ծառայությունների մատուցում է, ու ի տարբերություն մեզ ձեր մոտ ստացվում է դա։ Միանշանակ անձնային մարքեթինգը պետք է առավել եւս գործարին։ Ինչի հիմա պոդքասթները դարձան այսքան էֆեկտիվ։ Սոցցանցերը կարան շատ կարճ ժամկետում ինչ որ արդյունք ապահովել։ Եթե դու շատ հայտնի ես, 20 հոգի քեզ գիտի, դու քո ռեպուտացիան կարող ես կառավարես։ Ինչքան ենք հանդիպում դեպքերի, որ ինֆլուենսերները սկսում են զբաղվել բիզնեսով։ Կա իրավիճակ, երբ որ քո գործողությունները իրոք փոխում են արտաքին աշխարհը։ Ողջույն բոլորին, այսօր մենք շատ հետաքրքիր պոդքասթ ունենք, որովհետև ես շատ հետաքրքիր հյուր ունեմ ու ստեղ են ասել, որ մեծ հարց է ինքն եմ հյուրը, թե ես եմ իր հյուրը, որովհետև մեր այսօրվա հյուրը Էրիկն է Պատվականյան, Spin Production-ի հիմնադիրը, գործարար, լավ մարդ, լավ ընկեր եւ իհարկե Կլուբ Կապիտալի անդամ։ Էրիկ ջան, հարգանքներս։ Ողջույն Գրիգոր ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մոտակա ժամ ու կեսը միանշանակ ես եմ քո հյուրը։ Հա, այստեղ են ասել, ուզում եմ ասել բարով ես եկել, բայց ինձ թվաց շատ եմ արդեն ամահանում։ Իրականում մենք գտնվում ենք Էրիկի հարկի տակ, այս ստուդիան։ Իդեպ սա Հայաստանի ամենամեծ պոդքասթների ստուդիան է, ոնց Էրիկը մի առիթով նշեց, սրա չափ մեծ մեկ էլ կա Պիտերում պոդքասթների ստուդիա եւ միաժամանակ քանի լոկացիա մեկ պոդքասթ նկարում։ Միաժամանակ 14 լոկացիա ունենք, հա, այս հարկի տակ ու սահմանափակված չենք նաև դրսային ցանկացած այլ նկարահանումներ անելու։ Այսինքն նաև գնում եք դուք Հա, տեղում նկարում եք անում։ Կախված գործընկերոջ դրված առաջադրանքից, այդ ունիվերսալությունը բնականաբար պահպանում ենք։ Ընտիր։ Դե մենք այսօր շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսալու, պոդքասթների շուկայից, անձնային բրենդինգից, մարքեթինգից, Էրիկն էլ ինձ լիքը հետաքրքիր հարցեր ունի եւ հրավիրում եմ ձեզ, եկեք մեր հետ միասին նստեք մեր երրորդ աթոռին եւ դուք նույնպես մեզ հարցեր տվեք։ Մեր պոդքասթը ավարտվում է այն պահին, երբ որ մեզ վերջին հարց գրողը իր հարցը գրում է մեկնաբանություններում, այսինքն մեր պոդքասթը տևելու է մինչև, չգիտեմ, մոտակա 3 շաբաթ նկարման պահից։ Հուսանք ավելի երկար։ Հա, կամ ավելի երկար։ Եվ իհարկե լավագույն հարց եւ մեկնաբանություն գրողին եւ ես եւ Էրիկը նվեր ունենք։ Ես նվիրելու եմ 1 ժամ խորհրդատվություն այն մարդկանց, ովքեր ուզում են բիզնես սկսեն կամ բիզնեսում ինչ-որ քեյս ունեն, որը կուզեն ես քննարկեմ, վերլուծեմ, հա, կարծում եմ պատկերացնում եք, թե լինելով գործարարների ակումբի նախագահ, ինչքան քեյսերի հետ եմ առնչվում, ինչքան գործարարների տարբեր իրավիճակների հետ եմ շփվում եւ ինչքան հարցերի լուծում եմ ինքս տեսել կամ մասնակցել այդ լուծմանը եւ կարծում եմ առնվազն կարողանամ օգտակար լինել ցանկացած մասշտաբի բիզնես ունեցող գործարարի, իսկ Էրիկը Քանի որ այսօր շատ թեմաներ են քննարկելու ու քննարկած թեմաների հիմքում լինելու է նաև վիդեո կոնտենտը, ես առաջարկում եմ նվեր-քարտ Spin Agency եւ Spin Production-ի կողմից, որտեղ մեկնաբանություններում հաղթող մարդը կարող է ստանա վիդեո կոնտենտի նկարահանում իր նպատակին հասնելու համար։ շատ լավ է, շատ արժեքավոր նվեր է։ Դե առաջի հարցը, որ ես ուզում եմ քեզ տամ, ցավացող տեղից այդ հարցը գալիս, ինչի է այդքան դժվար Հայաստանում գտնել նորմալ մարքեթինգով զբաղվող ընկերություն։ Իդեպ քեզ ասեմ, ես էլ եմ ժամանակին զբաղվել մարքեթինգային բիզնեսով, գիտես, 2-3 տարի ես ու պարտներս տանջվեցինք այդ բիզնեսի վրա, վերջը փակեցինք, մեր կյանքի տարիները կորցրեցինք, ու իմ կյանքի երևի ամենամեծ խալներից ա եղել բիզնեսի ընտրության մեջ։ Բան ինչ որ պրոյեկտ եթե չի գնում, պիտի չանես, պետքա թողես։ Բայց տվել է նաև մեծ փորձ։ Ահա, փորձ ունեցել ենք։ Փորձ ունեցել ենք։ Որովհետեւ երբ որ մենք խոսում ենք մարքեթինգից, դու միշտ այնց հարցեր ես տալիս, որ միայն ոլորտի մեջ եղածող մարդը կարա այդ նրբություններին տիրապետի, որը ըստիս էլի հաստատ պետք է գալիս, էլի։ Կյանքում դե ֆեյլերից բոլորս ապովագրված չենք։ Իմ մոտ չի ստացվել, բայց քո մոտ ստացվել է, դրա համար պատմի ոնց է աշխատում այդ մոդելը ու ինչի է հիմա այդքան դժվար գտնել այնց գործընկեր մարքեթինգային, որ իրոք լավ կանի գործը։ Սկսենք խնդիրներից, հա, Գրիգոր ջան, քո նշած, իրանք երկու կողմից են, այսինքն սուբյեկտիվ առումով եւ պատվիրատուից եւ մատակարարից ու արդեն կան շուկայական գոյություն ունեցող օբյեկտիվ խնդիրներ։ Ինչա ցույց տվել իմ փորձը, երբ որ շատ եմ կարևորում վաճառքի փուլում, եթե խոսում ենք աութսորսինգի մասին, մարքեթինգի, in-house-ը կանդառնանք, որտեղ եւս խնդիրներ կան ու շատ։ Outsource-ի բարակայում վաճառքի փուլում երբեմն գործընկերը չի դնում բուն խնդիր, իսկ ծառայություն մատուցողը չի նկարագրում համագործակցության ընթացքը, կոմունիկացիան
ինչ փուլերով ենք անցնելու, ինչ հարցեր ենք լուծելու ու մնում է մի հատ բաց հատված։ Արդեն ծառայությունների մատուցման ընթացքում դառնում է այն սպասումներ եւ իրականության բախումը, երբ որ մարդ ակնկալում է ինչ որ ոսկի սարեր կամ ակնկալում է որ օրինակ, հա, social media մարքեթինգով կամ առասարակ մարքեթինգային ծառայությունով կարա միանգամից իր վաճառքները տասնապատկի, երբեմն անգամ այդ քալերը օգտագործում են վաճառքի փուլում, խոստանալով այդ ոսկի սարերը, որը պատկերացնում ենք, որ հա շատ անիրատեսական է ու կապված է մի շարք այլ կոմպոնենտների հետ։ Այդ կոմունիկացիայի պակասն եմ ես տեսնում, որ միշտ եղել է երկու կողմից։ Այսինքն դրված Սերզերը մի բան են խոստանում, մարքետոլոգները այլ բան են տալիս։ Այո, եւ այլ բանա պատկերացնում ըստ այդմ պատվիրատուն։ Ու մյուս խնդիրը, որը որ կա մեր շուկայում, դա մարքեթինգային ծառայությունների մի քիչ արդյունավետության հետ կապված թյուր ըմբռնումներն է, որովհետեւ կա sense ինձ հանդիպել են շատ գործարարներ, որ outsource անելով կամ թեկուզ թիմ ունենալով սոցցանցերի հետ կապված որոշակի մասնագետ կամ թիմ, հա, social media marketing, իրանք այդ բճիճկեն դնում են, որ всё, մարքեթինգի հարցը լուծված է։ Ու սա սպասում են, դեսա լիքը մարդ գրելու է, լիքը մարդ զանգելու է, օրինակ լիքը վաճառքներ։ Բայց չէ, պետք է քո սոցցանցի հետ կապված գործունեությունը, ասեմ մարտավարությունը, գոնե բխի քո ունեցած առասարակ մարքեթինգային ռազմավարությունից, որովհետև այնտեղ ամեն սահմանադրությունն է, ասենց ասած, որտեղ դու գիտես ուր ես գնում, ինչի համար ես քո product-ը եւ այլն եւ այլն։ Իստեղ արդեն իսկ կա բախում, չունենալով մարքետոլոգ կակ մինիմում կամ outsource չանելով մարքեթինգային ծառայություններ կամ okay CMO-ի ծառայություններ հույս դնել միայն սոցցանցերի վրա, կարծում եմ ինքը շատ կարճաժամկետ լուծում է, որովհետև կան ոլորտներ, որ սոցցանցերը կարան շատ կարճ ժամկետում ինչ որ արդյունք ապահովեն, բայց դա ասած մոտ ժամանակավոր շղարշ է լինելու, էլի իմ կարծիքով։ Ահա, այն հասկացությունը, որ edges վարեք, այդ ոնց որ չի աշխատում, էլի։ Դա կադրը ավելի վատ է, սա մոտ սայթ ունեմ, ինչ անեմ, սենսը վերականգնեք։ Ու բարձրի ճիշտ է, էլի Facebook իրանց ժամանակին զանգում էին ասում են կարա ռեկլամացիա անեք։ Լավ, այդ դեպքում սենց հարցամ, էլի, բայց մարքեթինգի ստրատեգիան ով պետք է գրի, որովհետև էդ էլ ավելի մեծ խնդրի տարար, էլի։ Այո, տարավ դա ով պետք է անի, որովհետև էլի կներես, ես ասեմ, ես գիտեմ իհարկե, որ դուք անում եք, բայց էլի շուկայում կա շատ մեծ մարքեթինգային կրեատիվ մտքի ստրատեգիայի պակաս, որովհետև ստրատեգիկ մտածելակերպը, ինչքան էլ որ զարմանալի է, ինձ թվում է մեր հայերի ամենաուժեղ կողմը չի։ Այո։ Սկսած քաղաքականությունից, վերջացրած, չգիտեմ, տնտեսագիտությունից, վերջացրած, չգիտեմ, արդեն բիզնեսից, մարքեթինգից։ Դա ոնց գտնել, որտեղ գտնել։ Նայեք, թե տարանջատենք մի կողմ դնենք փոքր բիզնեսները, հիմնականում միջին կամ ավելի մեծ բիզնեսները ունեն մարքեթինգային թիմեր։ Ու ըստեղ արդեն գալիս ենք բախվում ենք կադրային խնդրին։ Երբ որ տվյալ ընկերության մարքեթինգի head ասենք, թե CMO ասենք, թե առասարակա զարգացման պատասխանատուն պետք է ունենա իր գրպանում իր ճանապարհային քարտեզը, որը որ կադրային խնդիրներից ելնելով անընդհատ փոխվում են մարքեթինգի ղեկավարները, շատ հաճախ գնում են ընկերությունից ընկերություն ու ինչ որ բան կիսատ է մնում։ Ու երբ որ գալիս է մի հատ հարց, որ պետքա առասարակ մեր գովազդային կամ մարքեթինգային ռազմավարությունից բխող մի հատ բան outsource անենք կամ դիմենք այլ ընկերության, հին պատասխանատու մի հատ այլ բաներ գրել, նոր պատասխանատուն այլ մոտեցումներ առաջարկում, ու դե գալիս է այդ բախում, այսինքն գալիս է նաև առասարակ շուկայում գոյություն ունեցող կադրային խնդրից ու նաև կադր ընտրելու ճիշտ քաղաքականությունից, որովհետև փառք Աստծո կան ոլորտում շատ լավ մասնագետներ, ընկերներ, բարեկամներ, գործընկերներ, բայց ցավով ասեմ, որ գերակշռում է ոլորտում ավելի ոչ պրոֆեսիոնալիզմը, երբ որ օրինակ, հա, ընտրվում է թիմի ղեկավարը, չգիտեմ, աշկերի գույնով կամ դոշերի չափով։ Լավ, ես կարճ անկեղծեք, այսօր խոսում, օքեյ, գնացինք։ Լավ, բայց Spin Production-ը հիմա այդ ծառայությունների մատուցում է, ու ի տարբերություն մեզ ձեր մոտ ստացվում է դա։ Spin, հա, agency-ն, լավ, ասենց ասեմ, մի հատ բան հասկացավ, ու ինձ թվում է բոլորս ենք դա հասկացել, որ հա social media-ն ամենակարող չի։ Ու արդեն մոտ 1 տարի է մենք շուկայում առաջարկում ենք ծառայություն չբավարարվել միայն սոցցանցերով եւ ունենալ խելամիտ գին որակ process-ներ այդ ամբողջ ամպլիտուդայի մեջ մարքեթինգային ծառայություն, հա, հենց մարքեթինգային ծառայություն, որը փակում է բիզնեսի կամ անհատի արդեն անձնային մարքեթինգի պարագայում բոլոր անհրաժեշտ խնդիրներն ու հարցերը։
որպեսզի կարճած չլինես միայն social media-ից կամ կարճած չլինես միայն օրինակ content-ից, որը էլի էս բանը շատ կարևոր է։ Դրա համար մենք փորձել ենք բիզնես մոդելը այնպիսի տրամաբանությամբ գծել, որպեսզի գործընկերը լինի դա անհատ թե ընկերություն կարողանա մեկ պատոնի սկզբունքով իր բոլոր հարցերը լուծի։ Սկսած content-ի ստեղծումով, առաջխաղացումով, թվայինով, օֆլայնով եւ այլն։ Ամենաբնականաբար ամենակարևորը ստրատեգիայով առասարակ ուր են ինչի համար էս ամեն ինչը արվում, հա։ Երբեմն մարդը այդ հարցը իրան չի տալիս։ Բացեց մարդը կամ բիզնեսը Instagram, գցես մի հատ վիդեո, օքեյ, ինչի համար ես դա անում։ Ոնց պետքա չափեմ արդյունքը, հետո ինչ պետք է անեմ եւ այլն, էլի։ Ես միշտ իմ մոտ sense հարց էր ցակում social media marketing SMM, հա, 3 տարա։ Ու social-ը կա ինչ որ չափով, հա, մեդիան կա, բա մարքեթինգը, հա, ուրա։ Ու ես շատ հաճախ որ բանի վրա կենտրոնում, ինչով է social media-ն այլ մեդիայից տարանջատում, որովհետեւ հիմա բիզնեսի համար, երբ որ բիզնեսը ռեալ գիտակցում է դրա կարևորությունը, որ social media-ն իրան տալիս է մի հատ հնարավորություն ամիջապես արագ տեղում շփվել իր ներկա եւ պոտենցիալ հաճախորդի հետ, ոչ մի այլ մեդիա այդ հնարավորությունը չի տալիս։ Վերաբերում նաեւ անձնային մարքեթինգը, որ հա անձը կարողանում է ռեալ շփվի իր հետևորդի, իր հաճախորդի հետ։ Պետքա social media-ի այդ social-ի կոմպոնենտը, հեսա մարքեթինգի ներկայանալանք շատ ճիշտ օգտագործել։ Ինքը որտեվ շատ ունիկալ հնարավորություն է ու շատ արագ կարող է հարց լուծել, լինի դա առաջարկ, բողոք, քննարկում եւ այլն, էլի։ Հասկացա։ Այդ դեպքում մի հետաքրքիր բան պատմեմ, հետո հարցս տամ։ Մի անգամ մեր գործընկերը, որը մեզ մարքեթինգային ծառայություն էր մատուցում, զանգեցի, ասի երեխեք, ինչ որ գործ կա, հա, ուշացնում եք, ասեցին մենք ինտերնետ չունենք, այն ժամանակ ասում ենք ինտերնետ մարքեթինգ ծառայություն, social։ Ասի երեխեք, լավ, իսկ ինտերնետ չունեք, մարքեթինգ ունեք, գոնե։ Երկու կոմպոնենտ ինտերնետ մարքեթինգ, ինտերնետը չկա, բա մարքեթինգ կա, ասի, տես ծիծաղեցինք անցանք առաջ, բայց իրականում այդ ամեն մի տարի տակ գտնվող բանը, հա, բիզնես process-ները երկարևոր է, թե մեկը հանում ես, տարերից մեկը բացակայում, այդ սաղ շղթան չի աշխատում։ Ես անգամ ուրի ձև եմ ներկայացնում գործընկերին, ասում, եկեք պատկերացնենք social media management։ Բացի մարքեթինգային կոմպոնենտից, եթե դու չունես առասարակ մարքեթինգ, քո social media մարքեթինգն էլ մարքեթինգ չի կարա լինի, հա, նենց ոնց որ ինքը պետք է լինի, որովհետև կա հստակ մեր քննարկած ռազմավարությունից բխող հարթակներ, որը ընտրվում է, ու ամեն հարթակ կիրառվում է որպես նաև գործիք։ Ու եթե չկա այդ մարքեթինգը առասարակ, social media մարքեթինգը դառնալու է ուղղակի social media management, որը կարա լինի կարճաժամկետ էֆեկտիվ կամ ի սկզբանե ոչ էֆեկտիվ, որովհետև բացակայում է այն ամբրելան, որը պետք է այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպի։ Եթե էլի վերադառնանք իմ ասած սահմանադրությանը, թե չկա սահմանադրություն, բոլոր օրենքները, որոնք բխում են սահմանադրությունից պետության, դրանք չեն լինի, չեն գործի, լինեն հակասություններ, քաոտիկ ինչ որ վիճակ։ Ու դա մեր մարքեթինգային դաշտում անդառնալով քո առաջին հարցին, երևի այն ամենաբուն օբյեկտիվ խնդիրն է, ինֆորմացված լինելը։ Ես օքեյ եմ, որ գործարը կարա ինֆորմացված չլինի այդ աստիճան, բայց գոնե ընտրի հա ճիշտ թիմակիցներ, որպեսզի ու լսի այդ թիմակիցներին, որովհետև հենց դա դրա համար է վարձատրում։ Հասկացա։ Շատ լավ։ Այդ դեպքում գանք անձնային բրենդինգին, հենց անձի բրենդինգին, շատ գործարաններ կան մեր ակումբում, գիտես, ովքեր ավելի փակ են, ավելի հանրային չեն ու դա ինչ որ առումով իրանց համար կոմֆորտ է ու չեն էլ տեսնում կտրուկ շահավետություն ավելի ակտիվ լինելու, հա, բայց մյուս կողմից մենք նայում ենք սկսած Ամերիկայի նախագահից վերջացրած ամենամեծ կորպորացիաների տերերով, Bill Gates-ով, Elon Musk-ով, մյուսը բոլորը անձնային բրենդինգով իրենց պրոդուկտները առաջ են տանում։ Կասես հիմա Հայաստանում ինչի է պետք առհասարակ որ գործարանը նաև այդ ուղղությամբ զարգացնի իր բրենդինգը եւ նաև կարևոր մի հատ հարց է, արդյոք դա այդքան շահավետ է։ Ստեն սիտուացիաներում իշ խորհուրդ եմ տալիս համարել ինչքան որ բիզնեսն է կարևոր եկամտաբեր, հա, ու քո երեխան նույնիսկ քո անձնային բրենդը մանավանդ գործարի համար։ Կանդառնանք նաև այլ մասնագետներին եւ այլն, ընդհանրում եմ անձնային բրենդինգի կամ ինչպես ես եմ ավելի սիրում ասել, անձնային մարքեթինգի մասով, այն կոնտեքստում, որ պետք է զբաղվես անձնային մարքեթինգով, որ ունենաս անձնային բրենդ, հա, այդ տրամաբանությամբ։ Ինչա կորցնում գործարարը, երբ որ չի զբաղվում անձնային մարքեթինգով, առաջին չի դիվերսիֆիկացնում իր բիզնեսի ապագան, որովհետև լավ անձնային բրենդ ունենալու պարագայում, երբ որ մի բիզնես չի ստացվում, շատ հեշտ է մյուս բիզնեսը սկսելը։
Հա, Դա մեկ։ մեկ։ Երկրորդը իր թեկուս հաջողակ է սպայնացած բիզնեսին զուգահեռ, ինչքան իր անձնային բրենդը հայտնի է դառնում, այնքան իր բիզնեսը ավելի լավ է գնում որպես կանոն։ Վերջերս ինչքան ենք հանդիպում դեպքերի, որ ինֆլուենսերները սկսում են զբաղվել բիզնեսով, որովհետև հասկանում են, որ արդեն կա ճանաչելիություն, լիքը գովազդային մարքեթինգային ծախսեր կարելի է խնայել, որովհետև ես արդեն իսկ ունեմ 200,000 հետևորդ, ինչի չասեմ, որ ես վաճառում եմ նաև ցանկացած product։ Նույն տրամաբանությամբ գալիս են սենց քան չէ վաճառքի մեջ են բան իրական ու բան fake մերժումներ։ Արդեն մարդը սկսում է իր մեջ փնտրի այդ fake մերժումները։ Ժամանակ չունեմ, ամոթ է, հալավ հո երեխա չենք, ինչ որ Instagram-ում վիդեո գցենք։ Կախված է արդեն մարդու պատկերացումներից, տարիքից, սոցիալական շփումների մակարդակից գալիս է ինչ որ հոգեբանական նաև բարիերներ, որոնց պետք է հաղթահարել, եթե ուզում ես գնալ այդ ճանապարհով։ Երբեմն լինում է հակառակը, որ բիզնեսի ավելի հայտնի դառնալը բերում է հիմնադրի անձնային բրենդի ճանաչելիությանը, որը որ էլի ինքը պետքա դրան պատրաստ լինի ու հասկանա այս սիտուացիայում ոնց է վարվում դրա հետ, օքեյ ինքը մնա բանի տակ, ստվերի տակ, թե օգտվի առիթից ու աշխատի իր անձնային մարքեթինգի վրա, որովհետև շատ հարմար առիթ է ստեղծվել։ Այս պարագայում միանշանակ անձնային մարքեթինգը պետք է առավել եւս գործարին, մի անգամ ակումբում ենք առիթ ունեցել այդ մասին խոսելու, որովհետեւ միանգամից մի քանի հարց է լուծում։ Եվ բիզնեսի դիվերսիֆիկացիա, եւ այդ պահին բիզնեսի իր հաշվին ավելի ճանաչելիություն եւ կողքից նոր բրենդ, իր անձնային բրենդը, որը կարելի է ցանկացած ձև վաղ միսօր կոմունիկացնել։ Էլ չեմ ասում, եթե գործարը ունի ասելիք, որովհետեւ անցած ճանապարհը հաստատ առանց փշերի չի լինում ու այդ իր կրթական կոմպոնենտը եւս շատ կարեւոր է, միշտ ռոմանտիկ նայենք, արժեք ստեղծել ու տրամաբանությամբ եւս, կա լիքը ասելիք, որ կարելի է կիսվել փորձով, ինչ որ սեփական փորձով հասկացած լայֆ հակերի մասին խոսել եւ այլն, թե ինչպես կարելի է այս ամեն ինչը անել խուսափելով այդ ֆեյլերից կամ եթե կարծում եմ որ պետք են ֆեյլերը, ոնց անել ավելի հեշտ դուրս գալ ֆեյլերի տակից։ Okay, նայ, մի շատ կարևոր հարց եմ իմաստեղ ուզում մենք քննարկենք։ Շատ գործարաններ չեն ուզում հանրային լինեն, որովհետև անկառավարելի է դառնում ռեպուտացիոն մասը։ Եթե դու շատ հայտնի ես 20 հոգի քեզ գիտի, դու քո ռեպուտացիան կարող ես կառավարես, ու եթե դու օրինակ, չէ, բիզնես էթիկայի կանոնները պահում ես, ինչ որ հարցեր չես, ու կարմիր գծերը պահում ես, քո մասին որևէ մեկը վատ բան խոսա, այդ շրջապատից է գիտես ում ես կանչելու ու հարց տալու առնվազն։ Բայց երբ որ քեզ արդեն ճանաչում են 50,000, 100,000 մարդ, այդ ժամանակ այդ մենք sense խոսք ունենք, չէ, որ ասում ենք մեր ամենաթանկ ակտիվը մեր ռեպուտացիան է, տենց խոսք կա։ Աշկը դուրս գա, անունը դուրս չգա։ Ահա, արի մա դա պահենք, տենց միտեղ, ու հիմա գալիս ենք հանրային լինելուն, ստեղ արդեն ռեպուտացիայի կառավարումը դուրս է գալի մարդու ձեռից, որովհետև միշտ կլինեն մարդիկ, ովքեր վատը կխոսան, վատ կոմենտ, նույնիսկ կարա ամբողջովին վատ ալիք գնա, մի հատ շատ նորմալ մարդու մասին, ու sense խոսքել կա, չէ, ասում ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ ես վստահ եմ, որ դուք հոյակապ մարդ եք։ Այսինքն դաժե արտահայտություն կա, մեծերից մեկն է ասել, եւ իդեպ մի հատ լավ հետաքրքիր քեզ ասեմ, երբ ես Մոսկվայում սովորում էի, այն կրթական պրոյեկտը, որի շրջանակներում ես սովորում էի, ֆանտաստիկ էֆեկտիվ էր։ Ես մենակ այդ պրոյեկտից, չգիտեմ, մի քանի 100 գործարարի հետ հիմա ծանոթ եմ, շփվում եմ, գիտես երևի Դաշկիև Միխայելի եւ Պյոտր Օսիպովի պրոյեկտը, եւ այդ պրոյեկտը փակվեց, իրոք ֆանտաստիկ էֆեկտիվ պրոյեկտ էր ու ռուսալեզու գործարարության մեջ իրանք այնքան մեծ ներդրում ունեցան, արդարացիորեն։ Ես այդ տղեկին անձամբ ճանաչում եմ ու իրանց դասերին անցել եմ բոլոր կուրսերը հենց օֆլայն Մոսկվայում, եւ ես մեծ ափսոսանք էի ապրում, որ դա այդ պրոյեկտը փակվեց։ Ինչի փակվեց, գիտես, որովհետեւ մի օր ինչ որ մեկի մտքով անցնում է, լրագրող է լինում, թե գնում լրագրողներին ինչ որ ինֆորմացիա տալի, որ այդ պրոյեկտը սկսեն քարկոծել։ Ու Դաշկիևը պատմում է, որ այնքան մեծ նեգատիվի ալիք եկավ դեպի իրանց, այնքան ահռելի սկսեցին քննարկել, ու գիտես ովքեր, այն մարդիկ, ովքեր երբեք այդ մարդկանց ոչ կուրսերին էին մասնակցել, ոչ անձամբ այդ մարդկանց ճանաչում էին, հենց այդ մարդիկ սկսեցին այդ նեգատիվ խայբը սևը սկսին տարածել։ Արա այդ տղեկն էլ այդ ծանրության տակ չդիմացան, ես Դաշկիև ասում եմ, որ ես հասկացա, որ այս հանրային լինելը շատ վտանգավոր է, ու փագեց բիզնես մոլոդեսը։ Արա բայց ես ինքս այդ մեջից եղել եմ, տեսել եմ, շատ ափսոս էր։ Հիմա գանք մեզ, նորից հիշենք այն իմ ասածը, որ ռեպուտացիան ամենակարևորն է, բայց երբ որ դու մտնում ես բաց օվկիանոս սոցիալ մեդիայի, այդ ռեպուտացիան դու չես կարող կառավարես։ Եվ
Արդյոք դա Գրեթե չես կարա Հա, կառավարես, լավ։ հա։ Դե գրեթեն եթե ինչ-որ մի 100 հոգու մտքով անցնի դա բանն անեն, հա, կստացի քննադատությունը, բամբասանքը, վատ խոսքը դու իսկ լավ գիտես ոնց է տարածվում։ Ասենք դու կարաս մի հատ լավ բան անես, դրա մասին չբարձրացնես ոչ մեկ չի իմանա, բայց մի հատ հիմար քո մասին վատը խոսա, այդ կարա շատ արագ տարածվի։ Միանշանակ։ Ամրիչ ես կապում եմ ռիսկի հետ։ Եթե մենք խոսում ենք գործարի մասին, որ պետք է այդ դաշտ մտնի ու գոյություն ունի այս ռիսկը, տանք այդ գործը հետևել հարցը, քո բիզնեսը սկսելուց, արդյոք ռիսկերը ավելի շատ չէին։ Արդյոք հիմա ամեն վարքյան ռիսկ չկա։ Նույն տրամաբանությամբ անձնային բրենդի ռեպուտացիան է, այսինքն եթե մարդ մտնում է դրա տակ, անցել է այդ բարյար հոգեբանական, ինք եւս այդ ռիսկին պետքա պատրաստ լինի ամեն դեպքում, մանավանդ եթե մեր մի քիչ մենտալիտետային իրականության մասին խոսանք, երբ որ գործարը երբեմն ասոցացվում է ժեմ օլիգարխի հետ կամ հա այդ հեյթերները մտածում են մարդը դրանից հարուստ է, ուրեմն մի բան տակը կա այդ տրամաբանության մեջ, այդ ռիսկը միշտ կա։ Հիմա ինչպես եւ բիզնեսում եթե ռիսկերը երբեմն կառավարելի են, երբեմն կախված են քեզնից, երբեմն կախված են օբյեկտիվ իրականությունից, նույն ձև ռեպուտացիոն ռիսկն է, որը կարելի է եթե այդ հեյթերների կամ քո բերած օրինակում այդ մատ լրագրողի վատ քալի պատճառով այդ ամեն ինչը ստեղծվել է, նույն տրամաբանությամբ կա հակառակը կա արդեն դրան հակազդող մի հատ գործիք, էդի իր ունեցած հետևորդների ասեմ կամ համախոհներ ասեմ, այդ բազան է։ Այդ պարագայում կարելի է օգտագործել հակազդեցություն։ Այսինքն եթե ասում եմ տակը ոչ ոք չկա այդ պարագայում, անկեղծ խոսել լսարանի հետ։ Այտենց դեպքեր մանր միջին հիշում եմ, բայց ամեն դեպքում այդ ռիսկը ինձ թվում է ավելի շատ կառավարելի է, քան թե անկառավարելի։ Եթե իրոք ասածը իրականություն չի։ Ընտիր, նայ, ես մի հատ կարևոր բան եմ նկատել ու հասկացել, որ այդ ռիսկը հնարավոր է կառավարել մի կարևոր քայլից հետո։ Այդ կարևոր քայլը հետեւյալն է, որ ցանկացած մարդ պետքա իմանա, որ իր ռեպուտացիան, իր PR-ը չի կարա լինի մենակ դրականի մասին, որովհետև մենք շատ խոցելի ենք, շատ զգայուն ենք նեգատիվի մասին մեր հասցեին, այդ ինձ թվում է այդ կոմպլեքսը գալիս հələ փոքր տարիքից, այսպեսի էլի մի հատ հետաքրքիր ասացված կառակ կա, ասում են եթե մի մարդուն բոլորը սիրում են, այդ մարդը հաստատ լավը չի, եթե մի մարդու բոլորը ատում են, էլի մի բան են չի, բալանսը այնտեղ է, որ գյուղի կեսը այդ մարդուն սիրում են, կեսը չեն սիրում։ Այս դեպքում, եթե մենք նայենք հոգեվերլուծության տեսանկյունից, մարդը ունի եւ երևացող մաս, պերսոնա, եւ սֆերային մաս։ Բոլորս ունենք, այսինքն ոչ մեկ սուրբ չի, ու եթե օրինակել, տես ասում ես, եթե տես բան չկա, իսկ եթե կա, օրինակ մարդը մի օր բարկացել է, պատուհանից, մեքենայի պատուհանից, ասենք, չգիտեմ, կոնֆլիկտ է սարքել մի հատ տաքսով հաղորդել, դա կողքից մեկը նկարել է ու գցել է սոցցանցեր, ու գնաց, всё, այդ մարդուն սարքում են ազգի դավաճան։ Ինչի, որովհետև մարդիկ սիրում են այդ նեգատիվը պտտել, քննադատել, չէ՞, այդ մարդիկ իրանց մեջի էմոցիաները նեգատիվ հանում են այդ առիթով։ Այսինքն այդ մարդը կարող է բոլորը կարան սխալվեն, բոլորը կարան այդ իրավիճակում հայտնվել։ Դրամասն թոքարներ են նրանք ովքեր, չէ՞։ Ապրես, այդ շատ կարևոր բառեր է, ովքեր իրանք սուրբ են։ Իդեպ Յունգը հետաքրքիր խոսք ունի, ասում է մարդիկ ում քննադատում են ինչ որ բանի համար, առաջին հերթին այդ կա իրանց թվերային մասում։ Այսինքն այդ իրանց մասին այդ քննադատությունը։ Ու էդիկ մեր վերած кейսի օրինակում կարելի է օգտագործել։ Ինչպես դու նշեցիր, ոչ մեկ իդեալական չի, ոչ մեկ սուրբ չի, ամենքն էլ իր այդ, հա, չերևացող բան կողմնել ունի ու կարելի է այդ ամեն ինչը օգտագործել։ Հիմա ինձ թվում է հանրային մարդու համար անկեղծությունը շատ կարևոր է։ Պարզա որոշակի իրավիճակներ լինում են, որ չես կարող ամբողջությամբ ցույց տաս քո վիճակը կամ անկեղծությունը, բայց տենց սիտուացիայում, որ խոսում ենք վատ ռեպուտացիա ստեղծելու հավանականության մասին, եկել անկեղծ խոսել, կիսվել լսարանի հետ։ Ի վերջո, այդ տրամաբանությամբ կարելի է հանգիստ շատ հարցեր լուծել, էլի։ Համաձայն եմ ու կարծում եմ հենց այդ երբ որ մարդը ինքը իրան խոցելի չի զգում նեգատիվի մեջ, մենք ընկեր ունենք լավ խոսք ունենք։ Ինչ խոցելի է։ Ցանկացած հանրային մարդ խոցելի է։ Հա, չէ, բայց ինքը իրան չի համարում խոցելու։ Օրինակ, երբ որ մարդուն քննադատում են, իրան ներսում ինչ որ մի, չգիտեմ, մաս չի ցավում դրանից։ Ինքը ասում է, օքեյ, հա, այս կարող վատն է լինեմ, ինչ ա եղել։ Ես բայց ամբողջական եմ, ես ժիվոյ եմ, ես լիարժեք եմ։ Եթե մենք էլի գնում ենք հոգեվերլուծությանը, մարդը ամբողջական է դառնում իր սևի ու սպիտակի հետ միասին, լավի վատի հետ միասին։ Այո,
կամ հենց ինյանով, հա։ Ոստեղ ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է նաև իր հասցեին հնչող նեգատիվի հետ հանգիստ լինի ու մեկ էլ շատ հույսը չդնի ռեպուտացիայի վրա։ Հա, դրա համար է խոսում այդ հոգեբանական բարերի մի քիչ սամաիրոնիա, որովհետև եթե դու գիտես, որ դու իդեալական չես, դու պետքա պատրաստ լինես, բախվես այդ իրականության, երբ որ մեկը խոսում է քո թերության մասին, դու պետքա դա կամ ընդունես, ես օքեյ, ես սենց եմ շատ լավ, կամ եթե, հա, կամ եթե համաձայն չես, կարալ ընդհանրապես առողջ բանավեճ լինի։ Ցանկացած հանրային մարդու կյանքում օրերից մի օր այդ խնդիրը առաջանում է։ Շատ դեպքեր գիտեմ, որ մարդիկ դեմոտիվացվել են, նեղվել են, դեպքեր գիտեմ, որ մտածել են, հա, լավ, ինչի համար եմ այս ամեն ինչը անում, եթե պետքա սենս լինի, բայց ի վերջո մտ գալիս ես կետի, որ երբեք դրանից ապահովագրված չես, երբեք, ու արդեն պետքա դու քո մեջ իմ կարծիքով համապատասխան գործիքակազմ ստեղծես, ոնց աշխատել այդ ամեն ինչի հետ, մեկին անտեսել, մեկին հա պատասխանել, մեկին հա հրավիրել խոսալու, մեկին սենս, այսինքն պետքա դու քո մեջ ուղակի ի սկզբանե պատրաստ լինես, որ սենց բան հնարավոր է, ու որ դեպքերում ինչ լուծումներ կարաս տաս։ Բայց այդտեղ մի հատ էլի կարևոր հարց ունեմ քեզ, նայ, մենք պլյուս մինուս մի սերնդակից ենք, մենք մեծացել ենք այն տարիներին, երբ որ եթե ինչ որ մեկը քեզ քո հանդեպ ինչ որ բացական բան է խոսում, կանչում ես, հանդիպում ես ու պարզ այդ հարցը հետը խոսում ես, ու այդ խոսակցությունը կարա շատ տարբեր ընթացքներ ունենար, մենք անցել ենք թե բակում, թե ինստիտուտում, թե մենք մեր սերնդի տղամարդիկ, այո, հարցեր լուծելու այդ ճանապարհը անցել են։ Մինչև այսօր էլ դա կարծում կարող է 1-2 անգամ, չգիտեմ, տեղի ունենա, ասենք մի քանի տարվա մեջ։ Հիմա այսօր կա մի հատ, այսպես ասած, պատերազմելու նոր մեթոդ։ Մարդիկ on-line-ը գրել են։ Facebook-ի պատին են գրում, այսինքն քեզ ուղիղ բան չեն ասում։ Իրանց ապահովության համար անուն չեն գրում, ինչ որ բան չեն գրում։ Ու տենում ես լուրջ մարդ է, ճանապարհ անցած, մեծ բիզնես ունի, ու մեկ էլ ինչ որ մեկին բան է, տենց Facebook-ի պատին տենց բան է անում։ Այդ դրա ոնց է ստա։ Լավ բան էշեցիր, քանի որ մենք սովոր ենք եղել միշտ ուրիշ շփման, հարցերը ուրիշ ձև լուծելու, հա, կամ օֆլայն հարցերը կակ մինիմում լուծելու։ Հարցությունը ասում արի, այս հարթության մեջ խոսանք, էլի, Facebook-ի պատին, ասենք որ սա աշխարհը կարծում է, կանայք, չգիտեմ, այն ժամանակ կներես մեր համար մի հատ ավել աչքը խնդիր էր, չէ՞։ Շենքի հետևն էինք հավաքվում, չգիտեմ, բանի գարաժների ժամանակ են քֆրտող կանայք, գիտեն լավ, մեր շենքի բանն է, ինքը օքեյ է, դա քֆուրը մի քանի օքեյ էր, հա, բայց ամեն աչքը մեր համար հիմա այդ աչքերն են մարդիկ օգտագործում, իրանց Facebook-ի պատին կարան տես մի հատ բան գրել։ Մեր համար ավտոմատ խնդիր է ու բարիեր է, մեր սերնդակիցների համար, բայց ուրիշ բան եմ նկատել, որ Gen Z-ի համար ինքը դա նորմալ է։ Այսինքն, նու խոսքը բոլորի մասին չի, բայց մարդիկ ավտոմատ դրա մեջ են, հա, իրանք on-line հարթակում են փոքր տարիքից, ու իրանց համար նորմալ է, որ կա խնդիր, ու այդ խնդիրը պետքա on-line գրվելով լուծվի կամ ի վերջո չլուծվի։ Ինչքան ինքը շատ ընկերներ ունի, ինչքան շատ աշքա նայում, հա, դա մեր համար ավելի ուժեղ։ Դա մեր համար անծանոթ բան էր, էլի, քո ասած խնդիրների պարագետ, որ մեկը մեծ դաշը զանգում է, ասում ենք զանգով չէ, հա, яр հանդիպենք, նստենք, դա մեր հարցը բարձենք, մեր համար դա է նորման։ Հիմա ինչ որ բաներ, հա, սերնդեսերունդ փոխվում է։ Չէ, բայց մեր տարիքի տղեկներն են դες բաներ մեկ-մեկ անում, մեր հասակակից։ Իրանք էլ են փոխվում, չգիտեմ, իրանք էլ են փոխվում։ Աստված որն է, եթե մենք նայում ենք հանրային մարդուն, ինքը բնականաբար չի կարա ամեն fake edge-ով SOS անասունը գրածի հետևից գնա ընկնի մանգայի, ֆիզիկապես անհնար է։ Դրա համար եթե մարդը լավ կամ վատ բան ասում անոնիմ ինչ թվում է, դա արդեն մարդու մասին արդեն իսկ ինչ որ բան ասում է, որ ես վախում եմ օղի խոսամ դրա մասին։ Եթե ուղիղ ասում, իհարկե միշտ կարելի է քննարկել, հասկանալ, բայց նորից եմ ասում, ինչքան դու լավ բան անես, ինչքան լավ արժեք ստեղծես, չգիտեմ, լավ արտիստ լինես, լավ գործարար լինես, լավ ֆուտբոլիստ, էական չի, ինչքան լավ բան ունես արա, մեկը գտնվեն մարդիկ, որ կլինի թե իրանց համար սովորություն կամ ինչ։ Ես երբեմն ասում եմ մենտալիտետային, բայց ցավոք դա միայն մեզ չի վերաբերում, հա, դա աշխարհն է տենց իմ կարծիքով։ Մեկը որոշ մարդիկ քո գործունեությունը չեն հավանի, չեն սիրի ու որոշ մարդիկ էլ սկսեն քո հանդեպ չարանալ անգամ կամ արժեզրկել են գործը, որովհետև մինիմում այն, որ իրանք չեն կարող, իրանք չեն կարողացել գործարար լինել, իրանք չեն կարողացել ֆուտբոլ խաղան կամ իրանք չեն կարողացել երգել, արդեն իսկ այդ մարդը կարա քո հանդեպ չարանա։ Համաձայն եմ։ Դե ես կարծում եմ նաև հիմա այս մեր հասարակությունում հատկապես social media-ի բանում
տարածության մեջ, չպետք է այդ մեծ ձգտումը լինի ամեն գնով պահել այդ սպիտակ մասը, որտեղ միշտ լինելու են կեղտոտողներ, փչացնողներ, գրողներ, դա խաղի կանոնների մի մասն է։ Հետևաբար պետք է ընդունել դա ու ամեն ինչ չկառուցել այդ ռեպուտացիայի վրա։ Ես մի հատ հետաքրքիր բան պատմեմ քեզ։ Մի հատ ընկեր ունենք, դա ուրեմն ինչ որ տես 18+ սայթեր ամատնում։ Մի ամիտ իր այս ժամանակ ադնակլասնիկ էր, ադնակլասնիկի էջում պատապար կիսում է սայթը։ Ուրեմն մենք սաղից խառնված իրար զանգում ենք, ասում ենք ընկեր ջնջի ես, ինչ ես քո ադնակլասնիկ կիսվել է։ Պատական կիսվել էր։ Դե միջև ինք խառնվում է բան ջնջվում, մի տես ժամանակից մնում է։ Բայց Պարզվում է, ահագին իր ռեպուտացիան լավանում է դրանից հետո, միջև հակառակ էֆեկտ է տալի, ասենք մեր դպրոցում աղջիկներ կային։ Լավ ճաշակ ունես։ Բացի լավ ճաշակը, ահա, բա, այս մեր ընկերը արդեն տես բաներով էլ է, հետաքրքրում, այսինքն ինքը հակառակ էֆեկտն է տալի։ Նոր նախասիրություն է։ Հա, էլի տես ինքը տես հայտներ որպես ավելի տես բան, էլի տես գիրք կարդացող, բան տես մարդ, այսինքն ինքը տես ոնց բացահայտում է իր մեջ այդ շերտը ու շատերի հաշքում տես բարձր։ Մի բան էլ օքեյ է։ Հա, նայ, էլի էսի խոսքը նրա մասին, որ այդ ֆիդբեք տվող մարդիկ, adekvat մտածող մարդիկ են եղել։ Վայ, ես ինչ անում, այլ ինչ նոր մենք խոսեցինք այդ hate-ի մասին, սկսեցինք գործարար միջավայրից։ Գործարի անձնային մարքեթինգը անպայման չենթադրի, որ դու պետքա հազարավոր, միլիոնավոր, հա, Իլոն Մասկի կամ Տրամպի պես հետևորդներ ունենաս, որ այդ hate-ի մակարդակը այդ տիպի մեծանա։ Okay, թե մարդը ուղղակի ուզում է ընտրի բլոգինգի, ինֆլուենսեր ճանապարհը, հա, այդտեղ խնդիրները ուրիշ են, բայց գործարի պարագայում իրենք ավելի մինիմալիզացվում են։ Դե կարա գնա, որովհետև sense տնես ֆիլտրվում է քո հետևորդների շրջանակը, դե կարա գնա ավելի շատ առողջ բանավեճեր։ Մեր նկարը մսելուց առաջ հարցրեցիր այլ եթերներ ունեցել ես թե չէ, մի հատ էլի դեպք հիշեցի, երբ որ պոդքասթներից մեկի ժամանակ խոսել էի վաճառքի մասին, իրան նմանացնելով անձնական հարաբերություններին, երբ որ սկզբից տղան վաճառում է իրան աղջիկան, հա, իր հնարավորությունը, փուլերը բան շատ նման։ Փուլերը, հետո աղջիկը եւ այլն, հա, այդ սիներգիան ստեղծվում է, այդ կտորը առանձին դրված էր YouTube-ում ու տակը այ անասուն խուժան ես ինչ ես ասում, բան ինչ ու այս sense ինչ որ այն 50+ քֆուրչի ծոց մակարդակի տենց ինչ որ կոմենտներին, որը ես չլինելով այն հանրային կերպարը, որի մասին խոսում էինք, հուսամ դեռևս մի հատ հետևություն արեցի, ասի օքեյ, լավ է։ Այսինքն եթե շատ անձնական վիրավորանք դες բնականաբար չկար, բայց մտածի եթե մարդը տեսել է այս վիդեոն, փորձել է մտածել ինչ որ հետևություն անի, անգամ սխալ հետևություն, բայց լավ է, նախ լավ է ալգորիթմի համար YouTube-ի, որտեղ կոմենտը վատ է, լավ ինքը լավ աշխատում վիդեոյի վրա։ Երկրորդը այս մարդը դաժե փորձել է մի քիչ վերլուծի, ասածս, օքեյ, սխալ է հասկացել, կարելի է նույն ձև կոմենտով իրան բացատրել, կարող է ինքը մի հատ լավ բան դաժե սովորի, բայց երբ որ դիսկուրսը սկսվում է, անգամ մի քիչ նեգատիվ, իրան կարելի է հանգիստ բերել մի քիչ ավելի կառուցողական դաշտ չհաշված բացառություններ, էլի։ Համաձայն եմ։ Դե սահուն եկանք պոդքասթներին, այսօր ձեր քո հիմնադրած ստուդիաներում, ընկերությունում նկարվում են միաժամանակ մի քանի հայտնի պոդքասթներ, ամենահայտնին Արկոմեդին, հա։ Արկոմեդին որպես շոու, լուրջ-քաստը, շատ տարբեր շոու բիզնես, Նազանի Հովհաննիսյանի լայվ պոդքասթները նկարվում, մասնագիտական լիքը պոդքասթներ, Քոչարյան Կարենի պոդքասթները, բժշկական, իրավաբանական, ճարտարապետական, դիզայներական, շատ տարբեր, ամենայն հայոց ուրոլոգ Դավիթ Տոնենյանի պոդքասթը, Հայաստանում բիզնես նետվորքինգը նոր մակարդակի վրա հանած Արաքելյան Գրիգորի պոդքասթները շատ տարբեր բաներ են նկարում։ Արգանքներս, հետեւաբար հարցը սա է, ինչի հիմա պոդքասթները դարձան այսքան էֆեկտիվ ու նաև իհարկե այսքան պահանջված։ Ոնց որ Արսենը նոր ասաց մեր Red Invest Group-ի, որ հիմա ցանկացած գործարար իր ոնց որ առանձին ստուդիան ունի, տելեստուդիան, հա, հեռուստաընկերությունը պոդքասթների ձևով։ Ինչի է հիմա այսքան ակտուալ։ Իդեպ նաև հիշում եմ մեր առաջի խոսակցությունն այս թեմայով, որ դու ասիր դե դու նոր մարդ ես պոդքասթների ոլորտում, իսկ թվում է այն մարդիկ ովքեր են գործարար հանդիպումները չեն տեսել, իրանց աչքերում ես նոր մարդ եմ այս ոլորտում, տենց եկել եմ, տեսել եմ ինչ-որ մոդայիկ բանա անում եմ, բայց դու մի անգամ լավ ասացիր, որ մենք ուղղակի վերականգնում ենք նորովի այն ինչ դու արել ես 10 տարի առաջ,
Ժամանակ, կստати podcast բառը չկար այդ։ Դու հարցազրույց բան դու իր էֆեկտիվությունը իմացել ես, օգտագործել ես այն ժամանակ, երբ որ դեռևս ոդքասթը սենց տրենդային չէր։ Ու հիմա մի հատ ժամանակահատվածում ենք, որ ոդքասթը դարել է ջերմուկ բաքսի այդ տրամաբանությամբ, որ ցանկացած վիդեո կոնտենտի ոդքասթ են ասում, ոնց որ ցանկացած հանքային ջրի ջերմուկ, հա, այդ բանի ոդքասթը ինչի է դարել պոպուլյար, հա, Արևմուտքում, Ռուսաստանում, հետո մեր մոտ ու հələ որ դրա մեջ ենք, Պարզա ինքը ֆիլտրվելու է, փուլերով անցնելու է ու միշտ չի լինելու այսքան տրենդային, դեֆորմացիաներով անցնելու է։ Որովհետև անկախ նրանից դու գործարար ես, մասնագետ ես, սպորտսմեն ես, թե բժիշկ ես, դու ունես հնարավորություն ունենալով մասնագիտական լրագրողի կրթություն քննարկումներ ծավալես, հարցեր ուղես հյուրիդ եւ այլն, անգամ կան մոնո ոդքասթներ, մարտիրան, ռադիոից է, հա, գաղափարը սկսվել, երբ որ մտածին զրույցը կարելի է նաեւ նկարել։ Այսինքն ես եւ դու կարողանում ենք մեզ թույլ տալ ոդքասթ անել, չլինելով լրագրող։ Այո։ Ու դրանով է եւս ոդքասթը տարբերվում հարցազրույցից, որ ինքը ամիջական զրույց է։ Ես քեզ լիքը հարցեր ունեմ, դու ինձ լիքը հարցեր ունես, մենք սահմանափակված չենք նախապես ունենալ հարցաշար, իրար տալ ու սենց իրար ժամերով լսել պատասխաններ։ Մենք երկու ընկերներով հանդիպել ենք սրճարանում, սուրճ ենք խմում, զրուցում ենք դեսից դենից։ Ոդքասթի բուն նպատակը դա է։ Տալ ամիջականություն, զերծ մնալ նախապես մտածված սցենարներից, որպեսզի քննարկվող գաղափարները ավելի ճիշտ տեղ հասնեն։ Այո։ Ու նաև ինքը ունի որոշակի կոմերցիոն էֆեկտ նաև։ Այսինքն ոդքասթով հնարավոր է նաև քո ունկնդիրներին առաջարկել product, որը որ այդ բանին քո համար ակտուալ է։ Իհարկե, ոդքասթը թույլ է տալիս product-ը սկզբից անուղղակի առաջարկել, երբ որ եթե ես իրավաբան եմ ու ոդքասթի ժամանակ խոսում եմ իմ кейսերի մասին, հաղթած գործերի, մասնագիտական ունակությունների մասին, անգամ եթե ես ուղիղ չեմ վաճառում, լսանը հասկանում ես մարդը, ես վստահեցի ես մարդուն, հա, առաջին այդ բանը, որ վաճառքի ժամանակ պետք է կա արդեն իսկ վստահություն, դու իրան տեսնում ես, մարդը ժիվոյա, խոսում է, кейսերի մասին է պատմում։ Ես ունեմ իրավաբանական ծառայության խնդիր, զանգեմ, ինչի՞ չէ։ Այո։ Իսկն ինքը շատ լավ վաճառքի գործիք է, մանավանդ մասնագիտական ոլորտում։ Իսկ գործարի համար կամ բիզնեսի համար անձնային մարքեթինգի ճանապարհին էլի հրաշք գործիք է, որովհետև լինում է էլի հանգիստ առանց այն հավելյալ են գրած սցենարներով, տեքստերով, 5 բան, որը քեզ կստիպի եւ այլն, հանգիստ այդ միտքը արտահայտել ու ցույց տալ քո հնարավորությունները։ Սևակը լավ խոսք ունի, ասում է լավագույն դերը վատ խաղացված դերն է, այսինքն չխաղացված դերն է, էլի։ Ամիջական։ Այո, այն ինչ կա, անկեղծ կատակը, անկեղծ իրոք, եթե այդ բանը ծիծաղդ գալիս է ծիծաղես, եթե զարմանում է զարմանաս, հա, իրականում այն ինչ կա։ Եվ ես ցանկանում եմ մեր ունկնդիրներին ասել, որ մեր կապիտալիստ ոդքասթի գործընկերը Spin Production-ն է, հանձինս ընկերության հիմնադրի Էրիկի, եւ ես կուզենայի ոնց որ այս թեմայից մի փոքր շեղվելով իմ փորձով կիսվեի, մենք արդեն երևի 2 ամիս աշխատում ենք, Էրիկի նման հետևողական եւ շատ sense ստրատեգիկ մտածող գործարար իհարկե շատ չես հանդիպի այսօր ու նաեւ որպես գործընկեր շատ հուսալի ֆանտաստիկ թիմով եւ ֆանտաստիկ կոնցեպտով գործընկեր է իդեպ ցանկացած product-ի մասով դա կլինի մարքեթինգ, դա կլինի անձնային բրենդինգ, դա կլինի ոդքասթներ, վիդեո ֆոտո production, բոլոր մասերով Էրիկը ունի շատ լավ թիմ, իդեպ քանի հոգի եք թիմում։ 25+ ենք, ազատ հաստիկները հաշվի առնելով մոտենում ենք 30-ի, ու հետաքրքիր բան ասեցիր շատ, երբ որ մենք սկսեցինք իր հետ աշխատել, առաջին ֆիդբեքը, որ դու ինձ տվեցիր, դա թիմի մասին էր, դրա համար ուզում եմ հարցել եմ տալու քեզ դրա հետ կապված։ Ուզում եմ առաջինը ասեմ, որ երևի քանոց չեմ սիրում գլուխ գովալ, միակ բանն է թիմը, ինչի մասին ես ինձ թույլ եմ տալիս գլուխ գովալ, որովհետև ես մեր թիմով հպարտանում եմ, գիտեմ, որ առանց թիմի ոչինչ բան հնարավոր չի, ու նաև ուրախանում եմ, երբ որ լավ ամուր կայացած թիմեր տեսնում եմ, հա, ընկերների շրջապատում, ու իմ հարցն էր քեզ, քանի որ թիմից խոսեցինք, Club Capital-ը ահռելի process-ներ է իրականացնում, ահռելի process-ներ, որոնք պահանջում է շատ լավ time management, շատ լավ կազմակերպչական skiller, ու շատ դժվար է աշխատել, հա, ամբողջ ակումբի հետ։
ոնց ես դու արել, որ կարողացել ես ստեղծել այսպիսի լավ թիմ։ Okay, նայ, իրականում ես միշտ թիմեր ստեղծելու բան ունեմ, ոնց որ ասած, մեծ փորձ ունեմ, մեր մի ընկերությունում BDG-ում այս բային 100 դասախոսներ միայն տարբեր ուղղություններով դասավանդում են, վարչական թիմն էլ էլի բավական մեծ է։ Փորձ, այսինքն առաջինը բավական երկար տարիներ ես աշխատել եմ ու հետաքրքիր ես աչք ունեմ, տեսնում եմ լավ մարդկանց, լավ կադրերին։ Ծիծակ, էլի։ Հա, կամ տենց։ Դա մեկ, երկրորդը Club Capital-ի թիմի հետ կապված ասեմ, օրինակ մեր Ուզբեկստանի գործընկեր ակումբը, իրանք ունեն 20 աշխատակից, մենք in-house թիմով 3-4 հոգի ենք, եւ թիմի անդամները բոլորը բավական բազմաֆունկցիոնալ են, իրանք բոլորը պրոյեկտ մենեջերներ են, որտեղ բիզնես ակումբը ինքը մանր, միկրո, մինչև մակրո պրոյեկտներ, եւ այս մասով երևի մենք ընտրում ենք այն մարդկանց, ովքեր իրոք բազմաֆունկցիոնալ են ու կարող են պրոյեկտը սկսեն եւ ավարտեն։ Նաև թիմում մթնոլորտը, ես ինքս որպես ընկերության հիմնադիր շատ մեծ ուշադրություն եմ դարձնում այն ազդակներին, ինչ ինձնից տրանսլյացիա լինում թիմի ներսում, որտեղ ես միշտ ասում եմ, որ ընկերության հիմնադիրը ինքը Wi-Fi սարք է, որը ինչ որ էներգիա է տրանսլյացիա անում ընկերության ներսում, աշխատակիցները կպնում են այդ էներգիայից։ Շատ ուշադիր է պետք լինել քո տրամադրությունը դու ոնց ես բերում օֆիս։ Իհարկե, միշտ չի որ դու լավ ես ժամանակներ ա եղել շատ մեծ խնդիրների, այսպես ասած, process-ներում եմ եղել, այդ խնդիրների լուծումով եմ զբաղվել ու իմ թիմին ամեն ձև դրանից բաժանել եմ։ Իմ թիմը ուրիշ տեղից այդ խնդիրներից մասին իմացել, բայց ես իրանց պաշտպանել եմ այդ նեգատիվից իմ վրա որ չտրվի, որ իմ Wi-Fi-ի սարքը վատ էներգիա բան չանի։ Ու էլի շատ բաներ կան, շատ sense եթե վերլուծեմ մետաֆիզիկայի վարպետությունը տեղել ես։ Հա, մետաֆիզիկան ստեղ շատ կարևոր է, որովհետև այն էներգիան, որը դու տրանսլյացիա ես անում, դա վարակիչ է, մարդիկ այդ կպնում են այդ Wi-Fi-ից ու վերցնում են։ Իդեպ ոչ միայն աշխատակիցները փողոցում պատահական անցորդի հետ բարևես ուրիշ տրամադրությամբ այդ էներգիան կտաս իրան։ Մենք այս ոդկասթների ժամանակ ենք փորձում հենց այդ էներգիայով կիսվենք մեր ունկնդիրների հետ, որովհետև իրական աշխարհում նեգատիվ այնքան շատ է, որ ինչ որ մի հատ լուսավոր կետ պետքա լինի, որ մարդիկ այդտեղից դրականով սնվեն։ Նու սոցիալ մեդիան вообще նեգատիվ է, ասենք, այս մեկը սպանեց, այն մեկը բռնաբարեց, այն մեկը բռնվեց։ Վերջերս այտենց ուսումնասիրություն կար, չէ՞, քաղաքացիների տարածման եւ այլն, որ ստրեսային վիճակը մարդկանց մոտ սկսում է ձևավորվում է հիմնականում ԶԼՄ-ներից կլինի social media, կլինի TV, լուրեր եւ այլն, հիմնականում տենց քաղաքական, սոցիալական եւ այլն, ու ըստ դրա արդեն կյանքի որակի վրա ազդում։ Մարդը նայում է ինչ որ լուրեր, քնում է ու բացական էմոցիաներով ավտոմատ հասնում են ուղղի նեյրոնները ավելի շատ մահանալ եւ այլն, ու ստրեսային վիճակի մեջ է ինքը անդադ, ընդհանուր մինչեւ քնելուց առաջ։ Դա համար ֆիլտրելը, օրինակ եւս իմ կարծիքով շատ մենք խոսեցինք social media-ի լավ կողմերի մասին, վատի առումով ֆիլտրել են կոնտենտը, որը որ դու նայում ես, փորձել ավելի շատ այդ էներգետիկայի տեսանկյունից դրականը վերցնել, ինձ թվում է ավելի արդյունավետ օգտագործման տարբերակ է։ Արի ասենք, որ այդ հիգիենայի մասը։ Թվային հիգիենա, հա, շատ կարևոր է։ Թվային հիգիենա, որովհետև առաջարկը շատ է հիմա։ Հա, մենք միշտ բոլորս վախում ենք, չէ՞, որ մեր երեխեքը ինչ են նայելու, չեմ TikTok-ով կամ Instagram-ով, բայց էլի ֆիլտրի հարցը, որը առավոտ ատամետ լվալու պես, միջև լողանալու պես կարելի է ճիշտ պահել, որպեսզի այդ ստրեսից էլ մի քիչ հեռու մնալ, էլի։ Այս թեման դրականով, sense դրական նոտայով ավարտենք, ուրեմն մի հատ վիդեո ունեմ TikTok-ում 100,000 դիտում է ունեցել։ Այդ վիդեոյում մեր Արսենի հետ Red Invest-ի խոսում են, որ մենք կոլոտ ենք ու կոլոտությունը ինչա տալի, ինչ առավելություններ է հիմա տալի, ինչ պատանի տարիքում ինչքան ենք մենք դրա համար կոմպլեքսավոր եւ այլն։ Ու այդ շորթի մեջ ասում եմ, որ ես համել տեքվոնդոյով եմ զբաղվել, ուտեղ այդ իմ կոլոտությունը առհասարակ ավելի ընդգծվել է, որովհետեւ տեքվոնդոյում պիտի բոյով լինես։ Մեկնաբանություններից մեկը գրել են ախպերս կոլոտեիր բարբայով զբաղվեք։ Գոնե բարբայով։ Կան լավներ այդ կոմենտը։ Խորհուրդ է տալիս, հա։ Ու տենց էլ տնավարի ախպերս բարբայով զբաղվեիր, քեզ տեքվոնդոյով զբաղվել։ Սենց, օքեյ։ Դե գանք գործարարության առհասարակ մենք երբ որ շփվում էինք իրար հետ 2016 թվականին պրակտիկի ժամանակ առաջի անգամ ծանոթացել ենք ժամանակ։ Դու ոնց որ նոր էիր քայլեր անում բիզնեսի աշխարհ, չէ՞։ Ես ավելի շատ, հա, լինելով վաճառքի մեջ, իմ բիզնես գալը հետաքրքիր է շատ ստացվել։ Ինչի, որովհետև ես շատ պատահական լինելով առհասարակ սպասարկման ոլորտի աշխատակից, հոռեկա ոլորտի, ասենց ընկա վաճառքի աշխարհ։ Ես չգիտեմ։ Զրոյից։
Ես որ ծնկա վաճառքի աշխարհ, ինձ տվեցին product, ասին պետքա վաճառես։ Ինչ, ոնց, ինչ եմ անելու, այս price list-նա կապ չունի, ոնց ուզում ես արա։ Ասել նայել սովորել YouTube գրքեր բզբզալ вообще ինչա վաճառքը, ոնց են դա անում։ Փառք Աստծո կամաց սկզբից բնականաբար չէ, հետո կամաց սկսեց ստացվել, ու հասկացա թե ինչա մարքեթինգ է։ Որտեղ երբ ասում ես ինչ բանա լավ վաճառել համար պետքա թիկունք, մարքեթինգ, ասում են չէ, մարքեթինգ չկա վաճառի։ То есть հասկացա որ լավ վաճառքի համար պետքա լավ մարքեթինգ, հա, լավ մարքեթինգի համար լավ վաճառք ու երևի իմ հետ կամաձայնվես որ չտիրապետելով վաճառքին դժվար է շատ դժվար է հաջողված գործարար լինելը։ Այո։ ու շատ кейսեր գիտենք, հա, որով հենց salesman-ն է վաճառքից սկսել առասարակ գործարարությունը ու երբ որ skiller-ս ուժեղացնում էի վաճառքի մեջ, հա, հայտնվեցի պրակտիկում, այնտեղ հիշում եմ խոսում ենք տարբեր, հա, արժեհամակարգի մասին, փուլերի մասին եւ այլն, որը եւս իր բազան է ունեցել իմ հետագա պրակտիկայի ընթացքում, էլի։ Այո, դες պրակտիկը երեք էլ մեր ակումբի գործարար եկավ Էդգարը մեր ընկերներից ու ասաց որ պրակտիկը այնքան էֆեկտիվ կուրս է եղել իր կյանքում, ինչի մենք նորից չենք անում, բայց նույն պրակտիկը ես ստեղծել եմ Լավ հարց է տվել։ Հա, չէ։ Գեորգի Պողոսյանն հետ բանի բիզնես մոդելում սովորելու տարիներին, այսինքն այդ բազան ինձ շատ է օգնել ու մենք ոնց որ բիզնես մոդելը հասկացանք որ քանդվել է։ Հիմա գալով այսօրերին մենք քննարկում ենք ու ես որոշեցի թե զարթուցիչ է, թե պրակտիկը նորովի իրան բան տամ, նոր ֆորմատներով եւ երևի մեր ոդկասթը ավելի շուտ կգնա կամ հոլովակները չգիտեմ, բայց մենք Էրիկի հետ եւս մի շարք ենք սկսել ու շուտով ինքը արդեն մեր YouTube-ի ալիքում կլինի, որը պրակտիկի վերադարձնա։ Սփոյլ անենք էլի։ Այո։ Եվ շատ օգտակար կոնտենտ կարելի է այդտեղից վերցնել։ Իդեպ 10 տարի անցել է այդ օրերից, ու այս 10 տարվա ընթացքում թե իմ փորձը, թե նաև մետաֆիզիկայի գիտելիքների նոր պաշարը, թե բիզնեսի այսքան մեծ ոնց որ ասած բանը, հա, աչքից տակ ունեցած кейսերը, այս մեր նոր սկսած շարքին էլ ավելի մեծ բան է տալու։ Բայց ֆիքսել եմ որ դու թվերին ու սիմվոլիկային շատ մեծ ուշադրություն ես դարձնում։ Այո։ Ինչի, որովհետև թվերը մենակ քանակ ցույց չեն տալի, թվերը նաև որակ են ցույց տալի։ Ցանկացած մարդու ծննդյան ամսաթվով կարելի է առնվազն մակերեսային իհարկե սկզբում, բայց բազային, այսպես ասած, մարդու փսիխոտիպերի մասին պատկերացում ունենալ։ Օրինակ դու երբ ես ծնվել։ Ես հաշվել եմ, մի անգամ իմ թիվը 7-ն է։ Օ, չգիտեմ այդ լավա թե չէ։ Շատ ուժեղ թիվ է 7-ը իրականում, 7-ի փսիխոտիպով ծնված մարդիկ իրանք առաջ գնացող, հաղթող, միշտ առաջ շարժվող մարդիկ են ու քո այդ փսիխոտիպի հաջողության հիմքը նա է, որ դու պետք է անընդհատ առաջ գնաս։ Հենց դու կանգնեցիր տեղում, քո հաջողությունը կանգնելու է։ Այսինքն եթե ինչ որ մեկը կարա մի բան ստեղծի պահի, քո դեպքում դա միայն առաջ գնալով է քո հաջողությունը։ Ես անկախ փսիխոտիպից չեմ կարող կանգնեմ։ Հա, այդ բազային էներգիա է քո ներսում, դրա համար իմ, չգիտեմ, խնդիրներից թե առավելությունները ուղղակի չեմ կարող կանգնեմ։ Հենց դա քո ուժեղ կողմն է, կանգնել չկարողանալը, որովհետև կան մարդիկ, ովքեր կառուցում են, հետո ըստ իրանց փսիխոտիպի իրանք պետքա պահեն այդ կառուցածը։ Բայց քո դեպքում ուզում են կանգնեն մի պահ ու սկսեն պահ։ Այո, մի պահ էլ երկար էլ։ Քո դեպքում կանգնելը հավասար է անհաջողության։ Դից հստակ եմ ասում, էլի։ Ի նկատի ունեմ։ Այո, 7 թիվը ինքը շատ բան թիվ է։ Իր արխետիպը, եթե նայենք ըստ Յունգի, ինքը կոչվում է կալեսնիցա, որ հայերեն չգիտեմ, կառապանը, ով շարժվում է առաջ։ Ինձ իր արխետիպը դա է։ Քոնը որն է։ Ես 10 եմ։ 10-ի հաջողությունը մի քիչ ուրիշ տեղ է։ Ամենամեծ բարձրն է, չէ՞ 10-ը։ Չէ, բարձր ցածր չկա, արխետիպերը շատ են։ 1-ից 10-ը։ Հա, եթե 1-ից մինչև 9-ը նայենք, հա, ինքը 1-ի 0-ի ոնց որ բանն է, 10-ին ծնված մարդիկ իրանք ֆարտովի են, իրանք հաջողակ են, բայց իրանք հաջողությունը ոչ թե քո նման ասենց առաջ գնալու մեջ է, այլ ռելաքս լինելու մեջ է ու կյանքին վստահելու մեջ է։ Հավատում ես ճակատագրին։ Հա, իհարկե, ոչ թե հավատում եմ, ճակատագիրը ինքը մեր կոլեկտիվ անգիտակցականում գործող շատ մեծ ուժ է, որը մեզ առաջ է տանում ու մեր կյանքում ինչ լինում է, դա այդտեղ ճակատագրի ազդեցությունը կա։ Իհարկե մենք մի քիչ այնտեղ տեղ ունենք դա փոփոխելու, բայց մեծ հաշվով ինչ լինում է, դա պետքա լինի։ Ես միշտ մտածել եմ, որ միշտ քեզից է կախված ինչ պետքա լինի։ Այդ էլի քո փսիխոտիպի մասին է էլի խոսում այդ քո ասածը։ Իսկին ես չեմ փորձում իմ օրինակ ձախողման կամ հա ինչ որ լավ բանի բանը դնել ուրիշի վրա։ Ես սենց եմ արել վատ ա եղել, սենց եմ լավ եղել, ես շատ ինքնակնադատ եմ։
ու ես մտածում եմ, եթե ես առավոտ արթնացա, պետք է դուրս գամ տնից գնամ ձախ կամ աջ, դա իմ ընտրությունն է, եթե ձախ գնացի ընկա մեքենայի տակ, ես եմ մեղավոր, ոչ թե այդ վարորդը, ես աջ կարայի գնայի։ Հա, նայ, երկու բան կա այստեղ։ Առաջինը 7 թվի պսիխոտիպ ունեցող մարդիկ իրանք իրոք կարող են մեծ ձևով ազդեն իրանք կյանքի վրա։ Այդ ոչ բոլոր թվերի դեպքում է տենց, հա, ոչ բոլոր պսիխոտիպերի դեպքում է տենց։ Հիմա դա մի կողմից ճիշտ է, բայց մյուս կողմից ճակատագրի էներգիան, իներցիոն էներգիան ինքը շատ բաներ քո կյանքում ստեղծում է օրգանիկ ձևով։ Դու ասում ես, լավ, էս ոնց եղավ, տենց, այդպես օրինակ ասում ես շատ պատահական մտա բիզնես, չէ՞։ Օրինակ այդ քայլը բան վաճառքից եկել է, ասենք ինչ որ մի հատ դեպքերը համընկնել են ու դու գնացել ես այդպես։ Դու այո, ընտրել ես, դա կարայր հակառակ բան ընտրեիր, լրիվ ուրիշ բան լիներ։ Այդ կետում դու ազդել ես process-ն, ընտրության խաչմերուկի վրա, բայց այդ որ այդ դեպքը եկել է քո կյանք ու քեզ հանդիպել է, այդտեղ մենք գործ ունենք ճակատագրի հետ։ Ես այդտեղ էի մեծ ընտրության առաջ իրականում, ես բիզնես ոլորտ մտնելը փոխեցի, հա, իրավաբանի մասնագիտական կարիերայի հետ։ Որտեվ հասկացա, որ կարող է էլի 7-ն քո ասած, որ չեմ կարա քառակուսու մեջ, հա, չեմ կարելնեմ օրինակ պետական աշխատող կամ հա ուժային կառույցում աշխատող, որ պետքա իր գործունեությունը քառակուսի մեջ ծավալի, հա, ինձ պետքա ստեղծագործել, այսպես ասած։ 7 պսիխոտիպով մարդկանց նաև ուժեղացնում է հաճախ ճամփորդելը, հաճախ շարժվելը, տեղաշարժվելը, գնալը, անընդհատ լոգիստիկայով զբաղվելը, կստացի դու քո մոտ լոգիստիկայի բիզնեսը շատ լավ կարա ստացվի ճամփորդելու հետ կապված, այսինքն դու հաճախ այդ այն ինչը շարժման հետ է կապված, քո ուժեղ կողմն է։ Իսկ 10-երի համար այն ինչը ռելաքսի հետ է կապված, որ ասես հանգիստ նստես միտեղ վայելես ու թույլ տաս, որ դեպքերը տեղի ունենան։ Բայց մեկ էլ է պետք, չէ՞։ Բանկա չէ, որ ասում է շախմատի մեջ երբեմն ամենալավ քայլը է ոչինչ չանելն է, իհարկե։ Էդի ես հաճախ եմ իրականում կիրառում, որ տենց պահալնում, որ պետքա մի հատ սպասես, մտածես, ոչ ես կողմ ոչ ենկում, որ չէ, մի հատ։ Այո, նայ, դա էլ է ակտիվության տեսակ, ընդունել իրականությունը, ընդունել դեպքը, ոնց կա, հատկապես նեգատիվը, դա էլ է գործողության տեսակ։ Հա, բանում, օրինակ իրավաբանության մեջ անգործությունը, արարքա լինում անգործություն ու գործողություն, հա, համաձայն եմ։ Դրա համար, երբ որ մարդիկ ասում են, որն է ձեր հաջողության բանաձևը, ես դրան մի քիչ լուրջ չեմ վերաբերում։ Ամեն մարդ կախված իր պսիխոտիպից ունի իր հաջողության, ոնց որ ասած, բանաձևել չասեմ, հա, իր հաջողության ուժեղ ու թույլ կողմերը։ Եթե մեկի դեպքում պետք է անդադ գնաս, որպես ոին պայքարես, կռվես, հաղթես, մյուսի դեպքում պետքա ռելաքս լինես, ճիշտ ժամանակին ճիշտ տեղ հայտնվելով։ Այո, ու թողես որ կյանքը տեղի ունենա։ Ես իմ կյանքում երբեք ինքս չեմ ընտրել ես ինչով զբաղվեմ։ Կյանքը բերել է, ասել եմ հա ուզում եմ։ Բայց էդ էլ է, չէ՞, հետաքրիր բան կա օրինակ տեսություն, որ ասում է միշտ, ասում է, ասա հա կյանքին անդադ։ Տեսություն էլ կա, ասում է, պետք է սովորես մեկ-մեկ չի ասել։ Հա, այդ բալանսն էլ է իհարկե կարևոր։ Առհասարակ բալանս գործողություն ճիգ գործադրելու եւ ինչ որ կետում ընդունելու իրավիճակը դա ամենակարևոր բալանսներից մեկն է, չէ՞։ Ասում է Աստված իմ տուր ինձ իմաստություն, ընդունեմ այն ինչ չեմ կարող փոխել եւ տուր ինձ ուժ, փոխեմ այն ինչ կարող եմ փոխել։ Եվ տուր ինձ իմաստություն, որ տարբեր է մեկը մյուսից։ Արի մի հատ դա էլ հասկանանք, հա, որ դեպքում է քայլը նետելու ժամանակը եւ որ դեպքում է քայլը հավաքելու, այսինքն սպասելու։ Ես դա հասկացել եմ շատ հետաքրքիր ձևով, ուրեմն կա իրավիճակ, երբ որ քո գործողությունները իրոք փոխում են արտաքին աշխարհը։ Օրինակ, շտապում ես, հանդիպման ես, արագ ես շարժվում եւ դա կարճացնում է քո օշանալու տևողությունը։ Հա, արագ ես շարժվում, էս անում են, էս չգիտեմ, պետքա հաց ուտեիր, հացը չես ուտում, ինչ որ մի բան տես ոտի վրա վերցնում ես ու դուրս ես գալի, որ չուշանես։ Ինքը դու գործողություններ ես անում, որ այդ ուշանալու ժամանակը կչանա։ Գնում ես, նստում ես մեքենայի մեջ, արագ շարժվում ես տեղից, մեկ էլ հայտնվում ես պրոբքի մեջ։ Всё։ Արդեն քեզանից կախված չի։ Արդեն քեզանից կախված չի։ Այստեղ ինչ որ մի կետում մեր ջանքերը էլ չեն փոխում իրավիճակը կամ հակառակի իրավիճակը շուռ են տալի մեր դեմ։ Այսինքն կա որ դու ինչքան շտապում ես, ինչ որ պայից սկսած ավելի ես ուշանում։ Ավելի չի ստացվում։ Հա, ավելի մեկ էլ չի։ Հելում ես մեկ էլ ասում ես բանը մոռացա, չգիտեմ, ինչ որ պեչատը մոռացա, պիտի բան գնայ, պեչատը մոռացել եմ։ Հետ ես գալի, էլի կորցնում ես ժամանակ։ Այդ կոնտեքստում զգացել ես, որ մեր ամբողջ օրը sense բաղկացած է որոշումներից։ Որ մտածում ես այդ ուղղությամբ, սկսած առավոտ արթնանալուց մինչև գիշերավոր ժամին քնելուց ու քնելուց առաջ ինչ անելուց, անընդհատ որոշումներ է։ Երբ որ մտ հետ հայացք ես գցում վերջում, թե այսօր ինչ որոշումներ ես դու առասարակ կայացրել, ինքը sense շատ լուրջ շղթա է ստացվում։
Հա, միկրովորոշումներից միջև, չգիտեմ, ավելի Միկրոից միջև, հա, անդադ sense որոշումներ, անդադ հա չէ եւ այլն տեսնենք ու մատ փորձում ես անալիզ անես օրդ ու հասկանում ես, որ եթե այսօր մատ բան կա չէ, նրանք ֆիքսի օրվա մեջ թե դու ինչ արժեք ես ստեղծել, ինչքանով ես մի level առաջ գնացել քո նախորդ օրվանից ու ում համար ես կարողացել ինչ որ լավ բան անել, եթե 3 կետը մինիմում կա, ուրեմն այս օրը ստացված էր։ Հա, համաձայն եմ, ես մի փոքր ուրիշ փիլիսոփայություն եմ, էլի գալիս եմ էլի փսիխոլոգիայի դեպետել ասեմ։ Իմ փիլիսոփայությունը հետեւյալն է, որ երբ որ մենք գալիս ենք այս աշխարհը, ասում ենք մենք պետքա փոխենք, մենք պետքա կյանքը անարդարա, պետքա օրինակ իմ կողմից շատ հարգված գործարար կա Գորնա Հապետյանը մի քանի անգամ ես հյուր եղել ակումբում, ինքը հենց բազային sense բան ունի, կյանքը անարդար է, գործարարները են մարդիկ են եւ քրետ անարդարությունը մի քիչ մեղմում են իրանց բիզնեսով, պրոդուկտով։ Իմ փիլիսոփայությունը լրիվ հակառակն է, կյանքը միշտ արդար է ու մեր ամենամեծ ուժն ու իմաստությունը կայանում է այն կետում, երբ որ մենք ճանաչում ենք ու համաձայնվում ենք կյանքի հետ այնպես ինչպես կյանքը կա։ Իրա օրինակ ես շատ մեծ էմոցիոնալ կապ պատասխանությունը մեր վրա ես գցում, էլի, այսինքն դու ճանաչի այդ կյանքը ճանաչի եւ ընդունի, ոնց կա, օրինակ ես կատուների հանդեպ ունեմ ահավոր մեծ էմոցիոնալ կապ, ես զուգահեռ ամեն վարքյան, ամեն այսօր հենց ես մեր ստեղից գրասենյակից դուրս գամ, իմ կատուներին բակիկ կերակրելու եմ, ես անընդհատ կերակրում եմ, ես կարամ փողոցում վիրավոր կատու տենամ տանեմ, կլինիկա ամիսներով բուժեմ, գումար ծախսեմ, էմոցիա, էներգիա, հետո ծանոթ իրավիճակը։ Հա, ես չգիտեմ ու լինում են դեպքեր, երբ որ ես տեսնում որ ես չեմ կարող փրկեմ կենթանուն, ասենք ես վերջերս իմ աչքի դեմը մի քանի շուն մի հատ փոքրիկ կատվի սպանեցին ուղակի, sense դաժանաբար ու հետաքրքիրն է որ ես 5-րդ հարգից նայում եմ գիշերվա ժամը 4:05-ն է ու ես հասկանում եթե ես իջնեմ արդեն ուշացել եմ եթե ես հիմա ինչ որ բան անեմ կարողա փրկեմ այդ կատվին բայց ես 5-րդ հարգից ոչ մի բան չեմ կարող անեմ ու ես հասկանում եմ եւս մեկ անգամ որ կյանքը այնպեսին է ինչպեսին որ կա ու մենք միայն պետքա դա ճանաչենք եւ ընդունենք այո կյանքում կա նաեւ այդ բռնությունը կա նաեւ այդ չգիտեմ ուժեղի կողմից թույլին սպանելը կա նաեւ այն ինչ այսօր կյանքում կա, պատերազմներից սկսած վերջացրած ամենավատ դեպքերով դա կյանքն է եւ դա այնպեսին է, ինչպեսին որ կա։ Եվ մեր իմաստությունը կանում է այդ ամեն ինչը ճանաչելու ընդունելու մեջ։ Ես այդ կոնտեքստում երբեմն որպես խաղ եմ դիտարկում կյանքը, որովհետեւ խաղի մեջ որպես կանոն ոնց է լինում, չէ՞։ Դու սկզբից թույլ ես լինում անօգտական մեկը սովորես ինչ որ բաներ ուտես մեծանաս, հա, կախված խաղի տեսակից, ու ընթացքում կարողանում ես կախված քո ճիշտ որոշումներ կայացնելուց, քան ճիշտ խաղալուց, ինչ որ նոր ունակություններ կամ սկիլեր ձեռք բերել։ Երբ որ դու ձեռք ես բերում օրինակ խաղի մեջ զենք, որ կարող ես ավելի ուժեղ լինես, կարող ես ավելի արագ ինչ որ աշխարհներ անցնես։ Կարող օրինակս պրիմիտիվ է, բայց կյանքում էլ չէ, որպես կանոն դու ինչքան քո մոտ ունես գործիքակազմ ինչքան զենքեր ունես, հա, մեկի մոտ զենքը իր գիտելիքն է, մեկի մոտ իր փողն է, մեկի մոտ իր իշխանությունն է, այսինքն դու հավաքում ես կյանքի ընթացքում քո զենքով, դու կանաս ճիշտ կռվես ու լեվելներով անցնել այդ կյանքը։ Այո։ Այս վերջից մոտ հումոր կա, չէ՞, ասում եմ շուշուտ ապրեն գնանք։ Հիմա, այսինքն դու կարաս այդ ամեն ինչը նենց կազմակերպես, որ ավելի հեշտ ստացվի այդ կանոնները հասկանալը, կամ եթե պետքա թեկուզ քո համար մինի կանոններ հնարել է, եթե չի հակասում այն համընդհանուր կանոններին։ Տեղից ստեղծվել են առասարակ օրենքներ, չէ՞, սոցիալական օրենքներից, այսինքն այն համընդհանուր մարդկային, այսինքն բաները չի կարելի, էսի կարմիր գիծ է։ Այսինքն բաները վատ է։ Դիմացինի նեղացնել չի կարելի։ Մնացածի մեջ, հա, երբ վերջերս դու քո յուրից մեկին հարցրեցիր նպատակը արդարացնում է միջոցները թե չէ։ Ես այդ նույն հարցը ասեցի ինստալ։ Ընթացքում հասկացա։ Դավայ հենց հիմա պատասխանենք հարցին արդարացնող միջոցները։ Ու հասկացա, եթե այդ միջոցները քո այն լուսանցքի ցենկոմ չեն, որ չի կարելի ABC բաներ անել, մնացածի մեջ միանշանակ արդարացնում։ Հա։ Լավ, արի մի փոքր հակադրվեմ քեզ։ Երբ որ մենք խոսում ենք լուսանցներ, մենք խոսում ենք բարոյական նորմերի մասին, ընդունում եմ։ Այդ կարևոր կարմիր գիծ է, բայց կան օրինակ Վիկտոր Ցոյը, մի հատ շատ լավ երգ ունի, բառերը հետո ես Կարմեն եւ հա ինքը իհարկե շատ լավն է, այդ երգն էլ լավ է քո ասած, բայց իմ ասած երգում ինքը ասում է у меня есть чем платить, но я не хочу победы любой ценой. Ես ունեմ ինչ որ վճարելու բան, բայց ես չեմ ուզում հաղթանակ ցանկացած գնով։ Հիմա
հաղթանակը, հաջողությունը, ինչ որ ձեռք բերումը երբեմն վճարվում է ավելի թանկ բանով, քան բուն հաղթանակն է։ Օրինակ, քո առողջությունով, Համաձայն եմ։ քո կյանքով, քո ընտանիքով, Միշտ ամեն ինչ իր գինը ունի։ Հիմա իմ կարծիքով, բացի բարոյական եւ այդ կարմիր գծերից, կա նաեւ ուղիղ հաշվարկ, հա, այս նպատակն է, այս են գինն է, որ ես վճարում եմ։ Եվ շատ հարուստ մարդիկ 50-ից 60-ից հետո աղքատության մեջ են ապրում ու մեռնում, որովհետև ամբողջ կյանքը թանգով վճարել են էժանի համար։ Որովհետև չեն ուզում այդ նույն գինը նորից վճարեն։ Չէ, ընդհակառակը, առողջությունով վճարել են, ընկերներով վճարել են, ընտանիքով հա։ վճարել են, ինչքան թանկ բան կա, զոհաբերել են հանուն բիզնեսի։ Եվ ունենում են Ջոբսի նման այն կյանքի վերջում են բանը, հա, այսպես ասած լոմկան, երբ որ Ջոբսը նայում է երիտասարդ գործարար, հա, 50-ինչ տարիքա գործարարի համար, չէ՞։ Հələ 3 հատ նոր սկսել։ հա, կարար այդպես կամպանիա ստեղծեր, բայց ինքը հասկանում է, որ ինքը այդ հիվանդության ամբողջ ընթացքում այնքան է, էլի գործ, որ լրիվ թողել է այդ հիվանդությունով զբաղվել։ Այսինքն, եթե ինքը մի քիչ ավելի քիչ աշխատեր եւ ավելի շատ զբաղվեր իր առողջությունով, ինքը եւ ընտանիքում ավելի երջանիկ կլիներ եւ առողջ կլիներ եւ կապրեր վերջին Ես ասած։ քո հետ համաձայն եմ, որ պետքա հասկանալ ինչ գնի մասին է խոսքը ու ինչ բալանսի մասին է խոսքը ու տվյալ փուլը, որ պետքա դու վճարես ինչ-որ բան, ինչի մասին է խոսքը։ Կհիշես, երբ որ հին Հունաստանում արտիկ մահանում են, կոպեկներ էին դնում աչքերին, որպեսզի անդրշիրիմյան կյանքում այդ կոպեկներով վճարեին այդ գանդոլա քշող նավապետին, այդ կոպեկներն էր։ Այսինքն հնուց մարդիկ հասկացել են, որ ամեն ինչը իր գինը ունի։ Անկամ կյանքից հետո դու պետք է հələ բան ունես վճարելու, հա, որ քեզ անցկացնի երկրային կյանքից գետով երկնային կյանք, կոպեկներ էին դնում աչքերին։ Հիմա այս նույն տրամաբանությամբ ցանկացած բանի համար մենք վճարում ենք։ Ու որ դեպքում է ըստ իս արդարացնում այդ վճարը, երբ որ ինքը դու հասկանում ես, որ լավ գործարք է, հա, ասած ասած։ Տեղել, այսինքն Այո, թանգով էժանի համար չես վճարում։ Տեղել գործարան յուխի հարց կա։ Իհարկե։ Դու ինչ ես վճարում դա, դու այս պահին պատրաստ ես քո հաշվարկով այս քո վճարը օքեյ է, որը ենթադրում է միևնույն ժամանակ զողողություն։ Այո։ Օքեյ, փորձի։ Եթե չէ, քո հետ համաձայն եմ քո ասած եւ Ջոբսի եւ հա, Նիկոլա Տեսլան, որ աղքատության մեջ հələ ոչ միջև վերջ բարձված հանգամանքներում կորավ, այսինքն միտքենա այդ ասма это стоит того или нет։ Այո։ Նպատակն էլ է շատ կարևոր էլի։ Այո։ Ու ինձ թվում է ես էլ դու էլ եմ արկածից ենք, որ սովորենք նենց նպատակներ սահմանենք, որ մեկ-մեկ վախացնի մեզ։ Okay, վախացնի, համաձայն եմ, հա, վախացնի, բայց էլի վճարման գինը պետքա չլինի ավելի թանկ, քան բուն նպատակն է։ Դա իլյուզիա է, երբեմն մեզ թվում է հատկապես երիտասարդ տարիքում գործարին, որ առողջությունը անսահմանափակ ռեսուրս է, որ իր ընտանիքի, իր կնոջ ու երեխայի հետ շփման ժամանակը անսահմանափակ է, իրանք միշտ կհասցնեն կան նստեն իրանց կնոջ հետ խոսան, կամ իրանց ծնողի հետ խոսան, կամ իրանց երեխայի հետ խոսան, հա։ Մենք օրինակ մեծ շատ ուժեղ գործարար ունենք, Արսենը, որ էլի պոդքասթ եկավ, ինչն եմ ես Արսենի մոտ առավել շատ սիրում, որ ինքը միշտ ընտանիքի իր տղաների համար ժամանակ ունի, ու այդ ժամանակը անձեռն մխելի է։ Ոչ մեկիս հետ հանդիպումը ավելի առաջնային չի, քան այդ հանդիպումը։ Ճիշտ, շատ ու ես քեզ հաջորդ հետաքրքիր ֆենոմենը ասեմ, այն գործարարը, որը այս բալանսը ծանրության կենտրոնը ճիշտ է պահում, թանգի եւ ոչ թանգի կամ սևակը բանաստեղծություն չէ, որդուս բանաստեղծության մեջ ասում է մի օր դու ինքդ կհասկանաս, թե այս աշխարհում ինչն է էժան եւ ինչն է անգին, ոչ թե թանկ, այլ անգին, պրոստը անգին։ Եվ հետո երբ որ գործարարը այդ թանկի, անգինի եւ էժանի բալանսը պահում է, փողը միշտ էժան է, այս հարաբերության մեջ փողը միշտ էժան է։ Սոցիալական բոլոր հաջողությունները ավելի էժան են։ Իհարկե։ Իսկ ընտանիքը, քո երեխաները, քո ծնողները, իրանց հետ անցկացրած քո կյանքի րոպեները սահմանափակ են ու անգին են։ Այդ անգիներից են միանշանակ, ու այդ բալանսը կներես միտքս տեղ այդ բալանս եթե դու պահում ես, դու ավելի հաջողակ ես լինում բուն բիզնեսում։ Ես է ուզում ասեի, որովհետև նախ այդ բալանսը քեզ թողում է մի պա ժամանակ գտնես, հա, այդ ամեն ինչից կտրվես ու մի հատ վերանայես ամեն ինչը։ Դու էլի շատ հաճախ մեջբերում ես Ֆրանց Վերֆելին, չէ՞, թե չեմ սխալվում։ Չէ, բանին, իմաստների Ֆրանկելին, Վիկտոր Ֆրանկելին, ով որ թե ճիշտ եմ հիշում, կարողանում էր մի հատ մեթոդ էր գտել իրան կողքից նայելու։ Որ ինքը ասում էր մի պա ճամբարներում, չէ՞, կարծեմ համակերպվածման, որ ինքը ասում էր մի պա ուզում եմ փորձեմ, ոնց դուրս գամ իմ մեջից ու ինձ ու իրավիճակին կողքից նայեմ։ Այո։ Ինձ թվում է որ դու ամեն օր այդ դրայվի մեջ ես, ամեն վարքյան, այո։ շունչ քաշելու ժամանակ չունես, դու չես կարող կողքից նայես մի հատ պատկերին։
երբ որ դու այդ բալանսը կարող ես ստեղծել, այդ համ հոգևոր սնունդը ստանալ, համ զուգահեռ մտածել գործերի մասին, հիմա պատկերը ճիշտ գնահատել, ինձ թվում է խոսում ենք շատ բանաձևից, չասեմ բանաձև, բայց այն ամենաարդյունավետ քայլերից մեկն է։ Համաձայն եմ։ Բիզնեսից քչացրած ժամանակը հաճախ կարա բիզնեսին ավելի շատ օգուտ տա, եթե դու 12 ժամը սարքես 9 ժամ եւ այն 3 ժամը բերես ընտանիք, դա բիզնեսի շահութաբերության վրա կարա 2 անգամ ավելի լավ ազդի։ Սա շատ հստակ ամենօրյա իմ դիտարկումներից մեկն է։ 4 ժամվա փոխարեն գոնե 6-8 ժամ քնես, չէ՞։ Ահա, իհարկե քնելը, տեսեք, ես էլ էլի կարևոր, էլի քնելը ինքը քնելը առողջության հետ կապված ցանկացած միջոցառում ինքը ավելի կարևոր է, քան մնացած, չգիտեմ, գործի հետ կապված։ Մենք պրոստը խոսեցինք այն բոլոր այն կետերի մասին, որ ամենացավոտ բանն է, չէ՞, գործարների մոտ։ Գիշերը չքնել, մի քիչ շատ գործանելը, ընտանիքից ժամանակ մի քիչ բանել, գործերը առաջ գցելը։ Հիմա բոլորը նույնն են ասում, սա ի՞նչն է ամենակարևոր, գտնել, էլի խոսում են գործիքակազմի մասին, հա, time management-ի, այսինքն մարդը ոնց է քնին ու ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելու, երբ որ կանա ճիշտ process-ներ դելեգացնի։ Այո։ Այն ժամանակը շահած ճիշտ օգտագործի։ Այո։ Ամեն ինչ ընդհանուրի մեջ պետք է դիտարկի, էլի մարդը։ Այո, համաձայն եմ։ Ես հիմա հարց ունեմ մեր ունկնդիրների աթոռից։ Ուզում եմ ուսանողներ կան շատ, ովքեր սովորում են մարքեթինգի բաժիններում, Ժող ինստիտուտի կամ այլ բուհերում, ինչա պետք է այսօրվա աշխարհում գործատուի համար, որ այդ մարդիկ պատրաստված գան ու դիմեն ձեզ։ Ինչ պետք է իմանա, կարանա, ունենա մարդը, ով ձեր համար կդիտարկվի որպես լավ թիմակից։ Շատ հետաքրքիր հարց է Գրիգոր ջան, որովհետև հիմա խոսեցին կադրային խնդրից, որ շուկայում իսկ բոլոր բնագավառներում բավականին բարդ է, ամենակարևորը ցանկություն ու նպատակասլացություն, որովհետև վերջերս ունեցել ենք շատ հարցազրույցներ ու շատ հաջողված աշտանքի ընդունման кейսեր, երբ որ մարդը չի ունեցել բուն մասնագիտական կրթություն, բայց ինքը իր վրա աշխատելով, իր ուզած բաները բացահայտելով, սովորելով կարողացել է գային կետին, որ կարողանա այդ պահանջները բավարի պլյուս գտիցակ։ Մարքեթինգը ինձ թվում է այն ոլորտներից է, որ միայն կրթությունը քիչ է։ Այսինքն պետք է մի քիչ լայն աշխարհայացք, մի քիչ, հա, լավ բարգաչեմ հարև ոնց է насмотренность, էդի մի քիչ հոգեբանություն, մի քիչ Ընկեր ունեմ, sense խոսք ունեմ, ձեզ տեսած պահի։ Ահա, տեսած, հենց այդ է, էլի ընդհանրում եմ։ Այսինքն եթե չենք խոսում շատ նեղ մասնագետի մասին, դե մարդ ուզում է իր կարիերան սկսի, թեկուզ ուսանողա կամ ավարտել է, լինի, հա, մասնիկը ինչ-որ մի բանի ու այդ իր ներդրումը գնալով շատացնի, ամենակարևորը ցանկությունն ու նպատակասլացությունն է, որովհետև հիմա նոր սերնդի մոտ մի քիչ այդ բանել է, չէ, տարբերությունն է շատ աշխատանքը չգնահատելու։ Մեկ-մեկ հիմա հա այդ Gen Z-ը ինձ կնայի ու կասի մեկ-մեկ շատ եմ իրանց մասին խոսում, բայց շատ լավ բաներ կա բնականաբար, բայց էդ էլ կա, որտեղ ինձ թվում է մենք մեր 15, 16, 17 կամ մինչև 20 տարի ունեցած աշխատանքը գնահատում ենք ու սենց ամեն գնով պահում ենք։ Հիմա մի քիչ հնարավորություններն է շատ, առաջարկներն է շատ եւ այլն, ու այդ մի քիչ մակերեսային նայելը ավելի շատ է։ Հա, ու հիմա գիտես նաև ինչ կա, սա արդեն տեղափոխվում եմ իմ աթոռին, իմ անունից եմ ասում, կա նաև շատ կեղծ իլյուզիա հենց, որ ցանկացած դեպքում բիզնեսը ավելի լավ է, քան վարձու աշխատանք։ Այսինքն sense մի հատ բան կա, որ իրոք իլյուզիա։ Հա, մարդիկ բիզնեսը լավ է եւ այստեղ հիմնականում ես երբ որ նայում եմ երիտասարդները, որ ասում են ուրիշի ձեռի տակ չեմ ուզում աշխատեմ, իմն եմ ուզում ունենամ, հա, մենք այստեղ տեսնում ենք մարդկանց, այսպես ասած, չբավարարված լինելը իշխանության այդ վեկտորից, այսինքն երբ որ ինչ որ մեկը իրանց վրա իշխանություն ունի, իրանց ղեկավարը, բայց ես հետաքրքիր դիտարկում ունեմ, որ կան շատ վարձու աշխատողներ, ովքեր ունենալով եւ մասնագիտական եւ ֆունկցիոնալ բարձր, այսպես ասած, արտադրողականություն, էֆեկտիվություն, իրանք ոչ պակաս իշխանություն ունեն իրանց ղեկավարների վրա։ Այսինքն իշխանությունը երկու վեկտոր ունի։ Հնարավոր է։ Եվ նման մարդը ինքը կարա շատ հանգիստ եւ ազատ օրեր ավելի շատ ունենա, եւ ազատ ժամեր ունենա, եւ ավելի շատ եկամուտ ունենա,
Այսինքն, երբ որ մարդը ինքը ռիսկերից ավելի հերու լինի, այո, ինքը կարա ասի, ես ընդհանրապես չեմ ուզում ունենամ գործ սրա հետ, իմ մոտ լավ ստացվում է վաճառքը, ես վաճառք եմ անում, այսքան գումար եմ աշխատում ու այսպես ասած իր կոմֆորտ կանոնները կարա բանակցելով համաձայնեցնի ղեկավարի հետ։ Այսինքն, այն կարծիքը, որ ուրիշի ձեռի տակ աշխատելը միշտ վատ է ու միշտ միակողմանի է, այսինքն քեզ ինչ որ մեկը աշխատացնում է, դա տենց չի։ Իրական աշխարհում, իրական բիզնեսում, եթե աշխատակիցը ինքը արժեքավոր աշխատակից է, իշխանությունը երկու վեկտոր ունի։ Ինքն էլ իր ղեկավարի վրա ունի իշխանություն։ Կարա ունենա ու բացի իշխանությունից, ինձ թվում է տվյալ մարդը, որ դիլեմայի մեջ է լինում կամ ինքը համար մտածում է ես զբաղվեմ բիզնեսով, թե միտեղ վարձու հաշտող լինեմ, բացի քո ասած խնդրից, մյուսը այդ կարծրատիպն է, չէ՞, գործարարի, որ գործարարը միշտ է, որ տենց իր մոտ ամեն ինչ կարքին է, ինքը երբ ուզում գալիս է գործի, որտեղ ուզում հանգստանում է, ունի լիքը տուն, լիքը ավտո, բաներ, հա, այս կա կինոներից ինչ որտեղ կամ ինչ որտեղ մեր ավելի տենց արևմտյան մեգա գործարաններից տեսած օրինակներն է, բայց մարդը պետք է հասկանա, որ դա հեշտ կյանք չի, հեշտ որոշում չի ու այստեղ շատ կարևոր է նաև մարդու հոգեբանություն դասելակերպը վերջերս մի հատ հարց կար, հա, լինել ինչ որ մի փոքր տեղում ամենալավը թե մեծ տեղում, բայց ամենավատ, այսինքն դու ուզում ես այդ դժվար ճանապարհով անցնես լիքը ռիսկերի մեջով, լիքը քարքարոտ ճանապարհով, որպեսզի հասկանաս ստացվում է թե չէ քո մոտ գործարարությունը, թե այս պահին քո փաստացի աշխատանքը, քո հավանական իշխանությունը, որ դու ասացիր կարա լինի, ու այդ մի քիչ ավելի քիչ գլխացավանքը։ Այո, ու լրացնեմ քեզ, շատ մարդիկ վարձու հաստիքում կարան շատ ավելի էֆեկտիվ լինեն, օրինակ ես ընկերներ եմ ունեցել, ովքեր top management-ում են եղել բանկերի, տարբեր մեծ կորպորացիաների, ու իրանց մոտ ստեղծվել է այդ էլի իլյուզիան, որ եթե ես top management-ում հաջողակ եմ, ուրեմն ես նույնքան հաջողակ կարամ լինեմ բիզնեսում։ Դուրս են եկել, լավ վարձատրվող, օրինակ 2-3 միլիոն աշխատավարձով վարձատրվող հաստիկից, գնացել են իրանց բիզնեսն են բացել ու երկար ժամանակ այդ բիզնեսը չի ստացվել կամ էլ ընդհանրապես նորից հետ քայլ են արել, եկել են էլի top management են մտել։ Ոստեղ հետեւյալ բանն է գալիս, հա, ոնց որ ենթադրությունը, որ բիզնեսմենի համար ինքը որոշակի փսիխոցիպ է։ Այդ էներգիան ինքը պետք է հոսի ու ընդհանրապես բան չկա, կորելացիա չկա, եթե դու լավ top manager ես, ուրեմն նաև լավ բիզնես, ընդհանրապես այդ կորելացիան չկա։ Ճիշտ հակառակը կարա լինի։ Եթե դու վատ top manager ես, վատ հաշվապահ ես, կարող է դու լավ բիզնեսմեն ես, որը իմ մոտ է եղել։ Ես շատ վատ հաշվապահ եմ եղել, աշխատել եմ ես Արտլար ընկերությունում ու ես խեղդվում էի, ես իմ այսպես ասած շնչառությունը բացվեց, երբ որ ես գոնե սկսեցի դասավանդել։ Երբ որ դուրս եկա բիզնես բացեցի, ես որ sense այդ թարմոթե եկավ։ Բայց օրինակ շատ մարդիկ կան, որ իրանք շատ լավն են իրանց մասնագիտության մեջ, ու իրանց թվում է որ նույնքան լավն էլ այդ ընդհանրապես տենց չէ, էլի։ Իհարկե, բայց երբ որ մարդը փորձում է, հետո հասկանում է, ըստ իս ինքը պետք է, եթե կա իր մեջ ցանկությունը այդ հագուրտ, որովհետև միշտ, հա, բան կա, չէ, այդ քո իգիգայ գտնելու ճանապարհին դու անդադ կարող ես շուտ տարբեր բաներ փոխես։ Սրանով ես զբաղվում, մանավանդ հիմա որ այդ հնարավորությունը հեշտ է։ Okay, եթե դու վստահ ես, որ էսի քո կյանքի գործն է, փոխի, կապ չունի, 20 տարեկան ես, 30, 40, թե 60։ Հաստատ գիտենք լիքը դեպքեր, որ հա 60+ տարեկում մարդը գտել է իր կյանքի գործը։ Ինչը որ ինչով որ ինքը կարող է այդ արժեքը ստեղծի, ինչը որ իրան կարող է այդ էներգիան տա, որովհետև հա ես ինքս 3-4 ոլորտ եմ փոխել, փառքաստում ես ոլորտում ես շատ լավ եմ զգում, այդ էներգիան կարողանում եմ տալ ու ստանալ, բայց ես չեմ բացառում, որ 10 տարի հետո կարող ես որոշեմ, որ ուզում եմ բան ռեստորանային բիզնեսով զբաղվեմ, օրինակ, հա, իհարկե։ Կարող եմ հաշվապահ դառնալ։ Այսինքն պետք է քեզ սահմանափակես, եթե զգում ես, որ դու չես տանում այդ երջանիկ չես, հա, այդ մոտ բան կա, չէ՞, ինչա երջանկություն այդ հարցի պատասխանած չունեմ, որտեղ ամեն մեկը այդ յուրովի է, էլի, ոնց որ այն բանաձևը, բայց եթե դու քեզ երջանիկ չես զգում այս գործի մեջ, ահա, քեզ ոչ մեկ չի բռնե, փոխի։ Իդեպ այնքան լավ բան ասիր, ես թեման մի քիչ ուզում զարգացնեմ, նայ, ես ես քո ասացի հետ զուգահեռ նաև երբեք ոչինչ չեմ բացառում։ Երբեք։ Երևի 2015 թվականն էր, Զարթուցիչի դասերի ժամանակ ասացի կյանքը ինքը շատ ավելի անակնկալներով է, եթե դու ինչ-որ մի բան բացառում ես։ Ու մի հատ է։ Հա, ես մի քիչ ուրիշ կարծիք ունեմ, հա, մի հատի հետ կապված։ Դրան հետո կանադառնանք մեկ այլ պոդքասթում կամ մեր պոդքասթում։ Նայ, ես ասում եմ, երբ որ կյանքը դու ինչ-որ բան բացառում ես, կյանքը քո այդ պրինցիպը անգնում, դա բերում է քո կյանք,
ու ոնց որ մեր զարթուցիչ երեխեքից մեկը ասում օրինակ դուք երբևէ տաքսի քշեք ասի հա ինչի՞ չէ կյանքա որ բերեց բայց չէ անհնար է ես չեմ պատկերացնում տաքսի քշելուց ոնց որ այսքան արդեն նավիկներ ունեք բան տաքսի ոնց որ քշում են ամենավերջի վարիանտ հա որ բան չկանելու տաքսի ես քշում ես ասի չէ ես կարող եմ տաքսի քշեմ բա Հայաստանում լավ կարող գնում ես Ամերիկա չգիտեմ Uber-ը քշում որտեվ միջև գործը դասվի Հայաստանում ասի հա ես կարա Հայաստանում լինի ու իմ ուսանողները չհասկացան թե ոնց հա ու կյանքը ինձ եկավ օգնության դրանից երևի մի շաբաթ էլ չէր անցել մեկ է Ջիջի Խաչատուրը զանգեց բա Ջիջիում բան ենք անում տես մարքեթինգային արշավ ենք անում իմ ընկերներին հրավիրում եմ տաքսի քշելու Ես Արտաշեսը Բաքուրը Տեզերքը լսեց պատասխանը Վարամը բոլորս գնացել էինք տաքսի քշելու բանի ու մենակ կայֆեներ որ ընտրություն տվեց ասեց ինչ ավտո ես ուզում ես G-class ընտրեցի Այնվա Cyber Truck-ը չկար էլ Cyber Truck-ը չկար ու ես G-class-ով պատվեր էի անում պատկերացնում ես տենց GG-ի նշանը խփած միջև այդ նկարը կա ու տենց շատ հետաքրքիր ու այդ նույն ուսանողներին մա այո գցեցի նկարեցի դասի նայեք Ժորժ ջան ասի երբեք ոչինչ մի բացառք ճիշտ է էսի ավելի բեմականացված իհարկե բանը բայց всё-таки տենց է դրա համար կյանքը ինքը երևի թե միակ բանը որ ես բացառում եմ ու չեմ ուզենա երբեք ինձ կյանքի այդ մասով փորձի այդ քաղաքականությամբ զբաղվելն է որովհետև դա եմ որ բացառում եմ բայց հա կյանքը սիրում է մեզ ցույց տալ ով է տեղ ոնց որ ասած իշխանը էլի միգուցե հենց դրանում է հետաքրությունը կյանքի որ շատ անկանխատեսելի է իսկ թվում է եթե մենք այս հարցերը չունենայինք հա խոսենք տարբեր ինչ որ հա փիլիսոփայությունից մտքերից գաղափարներից մեջբերումներ եթե կյանքը չլիներ այդքան չբացահայտված ու հետաքրքիր այդ ամեն ինչը չէր ստեղծվի առասարակ բողոքելը միշտ հեշտ է չէ ոնց է չէ՞ որ մարդը չի կարող հնարավորություններ գտնից մա բողոքի կյանքից բողոքի քաղաքականությունից բողոքի իշխանությունից բողոքի գործից բիզնեսից փողից ամեն ինչից բողոքի կողքի մարկանցից բացի իրանից բայց երբ որ դու կյանքի նայում ես ոչ թե մի հատ վատ բան որ քեզ ամեն ձև հետ է տանում այլ մի հատ մեծ հնարավորություն որ քեզ կարա տա այդ ամեն ինչը ինչ որ դու ուզում ես, հա, մնում է դու ճիշտ քայլերով առաջ գնաս։ Вообще խոսքը բիզնեսի ման չի, առասարակ, դա կլինի անձնական կյանքում, կլինի առասարակ մասնագիտական կյանքում, ունի այդ բոլոր հնարավորությունները, ու միայն ժամանակ ունի այդ մութ շղարշը, որ դու ինքդ այդ քո համար բացահայտելով գնա միջև հասնես քո ուզած կետին, կհասնես ավելի լավ, հասնել այն նպատակին, չէ՞։ Ուրեմն մի բան ընթացքում մի բան է ինչ ես արել, բայց էս էլ է լավ։ Դրա համար չէ՞ ասում ավելի բարձր նպատակ դիր, որ եթե այն ամենապիկին չհասնես, էլի նենց կոմֆորտ տեղ հասնես, որ էլի օքեյ է։ Եվ ավարտելով մեր այսօրվա այս շատ հետաքրքիր դիալոգը, այսպես ասած վերջի հարցի իրավունքը տալիս եմ քեզ, որովհետև քո հարկի տակ ենք։ Ոնց որ դու նշեցիր, ես շատ հարգում եմ սիմվոլները, տրադիցիաները, հիերարխիան, իմ համար դրանք շատ կարևոր կետեր են կյանքում, եւ քանի որ քո հարկի տակ ենք, փաստացի ես եմ քո հյուրը, քո հարցի ինձ Բարդ հարց եմ տալու, բայց ակնկալում եմ հեշտ պատասխան։ Դավայ։ Հայաստանում գործարար նետվորքը ունի լավ ապագա։ Ահա։ Հա, ունի լավ ապագա, եթե մտածում է գլոբալ մասշտաբով։ Այսինքն, եթե այդ նետվորքը պատկերացնում է նաև աշխարհի մասշտաբով եւ նաև այլ ազգի գործարանների հետ, որովհետև մենք շատ ենք մեր ղազանի մեջ էփվում։ Այդ ղազանից դուրս գալա պետք եւ նաեւ տեսնելա պետք այլ գործարանները, այլ երկրի գործարանները ոնց են ապրում, ոնց են մտածում, ոնց են բիզնես անում, ոնց են հաջողում ու ձախողում։ Եվ սա նաեւ իմ կլուբ կապիտալի նպատակներից է, որ այդ այլանց հակումների միության գլխավոր նպատակը նա է, որ մեր գործարանները իրենց գործարարությունը արտահանեն Հայաստանից։ Ոչ թե ապրանք արտահանեն։ Որը սկսվել է։ Այո, որը սկսվել է այդ process-ը, ես շատ ուրախ եմ։ Հենց հիմա մենք ակումբակից ունենք ով գտնվում Ուզբեկստանում, մեր Ուզբեկստանի ակումբին է հյուր գնացել։ Ես եմ մի քանի օրից մեկնելու Դուբայ, մեր Դուբայի ակումբի հետ ընդհանուր գործեր ունենք, հրավիրել եմ նաև ակումբների նախագահներին, մենք հետաքրքիր կարևոր ոնց որ ասած ծրագրեր ունենք։ Եվ այս ամեն ինչի նպատակը նա է, որ մենք արտահանենք գործարարություն Հայաստանից։ Այսինքն որ հայ գործարարը օրինակի համար ապրանք արտադրի Չինաստանում, վաճառի Ուզբեկստանում, փողը բերի Հայաստան։ Սա գործարարության արտահանումն է։ Ոչ թե ապրանքի, այլ գործարարության։ Դե անդառնալով կոմենտներին արի ոնց որ խնդրենք մեզ նայողներին, որ հենց այդ кейսը լինի տենան, անպայման գրեն, որ այս պրոգնոզը արվեց ու ինքը հիմա ընկելա տենց կոնկրետ ընթացքի մեջ։ Այո։ Իսկ առհասարակ բիզնես հակումների մասով
այս ֆորմատի ես ճգնաժամ եմ կանխատեսում շատ մեծ, այդ ճգնաժամը լինելու է անպայման մոտակա մի 2-3 տարում, ճգնաժամը լինելու է նրանից, որ բիզնես հակումները ինչ որ պահի արժեզրկվելու են ու հիմա էլ այդ արժեզրկման process-ը գնում է, բայց բիզնես հակումբը ինքը շատ ավելի ֆունդամենտալ կառույց է, ավելի երկարակյաց, այսինքն դու պետք է 100 տարով նայես բիզնես հակումբի կառուցումը մինիմում, այսինքն բիզնես հակումբում կարևոր են տրադիցիաները, արժեքները, գաղափարախոսությունը, սա շատ կարևոր է։ Ու այսօր ես ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, տեսնում եմ նաև բիզնես հակումների արժեզրկում, ինչ որ կետում է շատ կարևոր եւ օգտակար մոդելը նորովի արժևորվելու կարիք ունենալու մեր կողմից։ Պետք են այդ դեֆորմացիաները իրանք կնիկը պետք է մի հատ արժեզրկվի, հետո նորից այն մարդիկ, ովքեր կշարունակեն անկախ ամեն ինչից լինել այդ գործի մեջ, իրանք նորից վերածնունդ կտան։ Իմ պրոգնոզը սա է։ Մերսի։ Դե քեզ էլ մերսի, մենք այսօր շատ տարբերվող դիալոգ ունեցանք Երիկի հետ եւ եւս մեկ անգամ, եթե կունենաք մարքեթինգային ընկերության կարիք, որպես ձեզ հուսալի գործընկեր, կցանկանաք նկարել ոդքասթից մինչեւ ցանկացած տեսակի որակի վիդեո կոնտենտ, սկսած այս լոկացիայում վերջացած ձեր ուզած լոկացիաներում, ապա դիմեք մեր գործընկերոջը, ում հետ մենք արդեն աշխատում ենք եւ շատ գոհ ենք։ Մենակ այս պրոյեկտի վրա, ինչ եք կարծում, քանի հոգի աշխատում Երիկի թիմից։ Ես հարցը սուվում եմ հանդիսատեսին եւ ամենաճիշտ պատասխանողին քո թիմից չթողես ինֆորմացիա արտահոսք լինի։ Ամենաճիշտ պատասխանող նվերները այո, մենք նվեր կտանք եւ իհարկե ես նշել եմ, որ նաեւ նվեր ենք տալու այն մարդուն, ով լավագույն հարցն ու մեկնաբանությունը կտա, ես 1 ժամ խորհրդատվություն, իսկ Երիկը էլի վիդեո կոնտենտ նկարելու, պատրաստի կոնտենտ ունենալու հնարավորություն։ Այո, Անվճար։ դե շնորհակալություն եւ մինչ հաջորդ ոդքասթ։